Ուշադրություն, բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Շիրակի հանրային հեռուստարադիո ընկերությունը կազմակերպել է Շիրակ ֆուտբոլային թիմի մասնակցությամբ հերթական ռեպորտաժը Գյումրիի քաղաքային մարզադաշտից։ 5-րդ տուրից հետաձգված խաղը վերջապես կայանում է Գյումրիում, Շիրակը հյուրընկալել է Կապանի Գանձասարին։ Նշեմ, որ մրցակցի արկիտակ Շիրակը հաղթել է 3-0 խոշոր հաշվով եւ հետտրիք եղինակ է դարձել Ժան-Ժակ Բուգուինը։ Գանձասարի ֆուտբոլիստներն առաջին խաղարկեսում հանգրվանել են ձախ կիսադաշտում եւ խաղում են կարմիր-սպիտակ մարզակուսով, Շիրակը ավանդական սև համազգեստով է եւ առաջին կեսում գործում է աջ կիսադաշտից եւ այսպես հյուրերի թիմի կազմը Գանձասար դարպասապակ Գևորգ Պրազյան, համար 18 Դեյան Վուկոմանովիչ, համար 23 Արա Խաչատրյան, թիմի ավակ, համար 2 Ալեքսի Պինչուկ, համար 33 Արտակ Գրիգորյան, համար 21 Խորեն Վերանյան, համար 10 Մարատ Դաուդով, համար 16 Վասիլի Պալագնյուկ, համար 9 Գեգամ Հարությունյան, համար 6 Սամվել Մելքոնյան եւ 8 համարի տակ խաղում է Բորիս Արլովսկին։ Գլխավոր մարզիչն է Սերգեյ Պուչկովը, նրա օգնականն է Կոնստանտին Դալիչուկը։ Մարզիչներն են Օլեգ Բոշկոն եւ Վյաչեսլավ Ռուժենցևը։ Գյումրիի Շիրակ դարպասապակ Գոր Էլիազյան, համար 5 Տիգրան Դավթյան, թիմի ավակ, համար 9 Ժան-Ժակ Բուգուի, համար 10 Դավիթ Հակոբյան, համար 15 Կարեն Ալեքսանյան, համար 17 Դավիթ Մարիկյան, համար 20 Միլոշ Ստամենկովիչ, համար 21 Գևորգ Հովանիսյան, համար 25 Աղվան Դավոյան, համար 36 Դրիսա Դիարասուբա եւ համար 45 Էմանուել Գյամֆի։ Գլխավոր մարզիչն է Վարդան Բիճախչյանը, նրա օգնականն է Ֆելիքս Խոջոյանը, մարզիչներն են Արթուր Հովանիսյանը եւ Հովանես Թաղմազյանը։ Այսօրվա հանդիպման մրցավարն է FIFA-ի մրցավար Սուրեն Բալյանը, նրան օգնում են Վանիկ Սիմոնյանն ու Մեսրոպ Ղազարյանը, 4-րդ պաշտոնյան է Գևորգ Շախկալձյանը։ Լրացուցիչ երկու օգնականներն են Մանուկ Ֆարադյանն ու Արթուր Սաֆարյանը, իսկ այսօրվա հանդիպան տեսուչն է Թալինից Արշակ Կնյազյանը։ Երեք րոպե անցել առաջին խաղակեսից, հաշիվը չի բացվել 0-0, Գանձասարի ֆուտբոլիստները գնդակն ուղարկում են Շիրակի տուգանային հրապարակի մատույցներ, գնդակը դուրս է անցնում դաշտի եզրային գծից։ Տեսնենք, թե ովքեր ինչպիսի դիրք են ընտրել։ Առայժմ ես տեսնում եմ, որ Գևորգ Հովանիսյանը աջ եզրային հարձակվողի գոտում է, այստեղ է նաև Աղվան Դավոյանը։ Եվ ինչ, փոփոխություն պետք է տեղի ունենա, կարծես այդպես են ցույց տալիս Գանձասարի ֆուտբոլիստները, հանդիպումն ընդհատվել է հենց փաստորեն առաջին րոպեներից, վնասվածք է ստանում, տեսնենք որ ֆուտբոլիստ է։
Եթե չեմ սխալվում, դա Ալեքսի Պինչուկն է։ Ոչ, Պինչուկը խաղադաշտում է եւ պարզ կլինի թե ինչ տեղի կունենա։ Հիմա նետման իրավունքը Շիրակի ֆուտբոլիստներինն է եւ գնդակը պետք է խաղի մեջ մտցնի Աղվան Դավոյանը։ Շիրակի բոլոր ֆուտբոլիստները փակված են, տեսեք Դավիթ Հակոբյանը ստանում է գնդակը, նրան փորձում է խանգարել մրցակցից Վասիլի Պալագնյուկը եւ ինչ արդեն Շիրակի ֆուտբոլիստն է հայտնվել գազոնին։ Դրիսան է։ Մի խոսքով հանդիպումը նոր է սկսվել, իսկ մենք արդեն երկու անգամ փաստորեն ականատես ենք դառնում, որ հանդիպումը ընդհատվում է եւ օգնություն պետք է ցույց տան բժիշկները այս սևամորթ ֆուտբոլիստին։ Այո, Գյումրիի Շիրակի ֆուտբոլիստները հիանալի հանդիպում անցկացրին Կապանում, դա ուղղակի գերազանց մրցավեճ էր։ Շիրակցիները բոլոր առումներով գերազանցեցին դաշտի տերերին եւ հանդիպումը շահեցին 3-0 խոշոր հաշվով։ Բուգուինը հիանալի հանդես եկավ, դարձավ հետ-տրիկ եղինակ, բայց փոփոխություն պետք է տեղի ունենա հյուրերի կազմում։ Խաղադաշտից դուրս է գալիս 6 համարի մարզակուստով Սամվել Մելքոնյանը եւ նրան փոխարինում է 14 համարի խաղա Արտյոմ Դրոշենկոն է, Արտյոմ Դրոշենկոն։ Սամվել Մելքոնյանին է փոխարինել։ Եվ այսպես գնդակը դաշտի կենտրոնական հատվածում է, Շիրակի ֆուտբոլիստները խլում են եւ անմիջապես փորձում են առաջ շարժվել խաղի կանոնների խախտում, արձանագրում է հանդիպման մրցավարը։ Հիմա Դրիսան կմտնի խաղադաշտ, այո նա մտնում է եւ շիրակցիները կենտրոնական հատվածում ստացել են տուգանային հարվածի իրավունք։ Գանձասարի ամբողջ թիմը հետ է նահանջել, իսկ մեր ամենահետ քաշված ֆուտբոլիստը Աղվան Դավոյանն է, նա էլ գտնվում է մրցակցի կիսադաշտում, հենց կենտրոնում։ Տեսնենք ինչպես են խաղարկելու գնդակը Շիրակի ֆուտբոլիստները։ Բարձրից փոխանցում տուգանային հրապարակ, հեռացնում են գնդակը եւ նորից խաղի կանոնների խախտում։ Այս անգամ գազոնին է հայտնվում Վասիլի Պալագնյուկը, անմիջապես փոխանցում դեպի կենտրոնական հատված, այստեղ գնդակի մոտ է Բարիս Արլովսկին, ռուսական ծագում ունեցող ֆուտբոլիստները բավականին շատ են Կապանի Գանձասարում եւ թիմը ուժեղացվում է ի հաշիվ նրանց ֆիզիկապես ամուր ֆուտբոլիստներ են։ Բուգուի լավ փոխանցում է կատարում։ Դրիսա նորից վտակավոր իրավիճակի հարված, քիչ էր մնում գնդակը հայտնվեր հյուրերի դարպասում, շատ վտանգավոր պայ են ստեղծում Շիրակի ֆուտբոլիստները, կոնկրետ Ժան-Ժակ Բուգուին եւ փոխանցումը կատարեց Դրիսա Դիարասուբան։ Բուգուին կարող էր խփել իր հերթական գնդակը մրցակցի դարպասը։ Ափսոս, լավ պահ էր։ Դա տեղի ունեցավ հանդիպման 7-րդ րոպեին։ 0-0 հաշիվը չի բացվել Շիրակ Գանձասար։ Դարպասապահ Գևորգ Պրազյանը ուժգին արվածով այն ուղարկում է կենտրոնական հատված, հաջող խաղաց այստեղ մեր Կարեն Ալեքսանյանը։ Գնդակը դուրս է հասնում դաշտի եզրային սահմաններից, նետում են Գանձասարի ֆուտբոլիստները։ Ալեքսի Պինչուկը գնդակը մտցնում է խաղի մեջ։ Խորեն Վերանյան փոխանցում, մրցավարը եզրային ցույց է տալիս, որ նետման իրավունքը Գանձասարինն է։ Նորից Ալեքսի Պինչուկը պատրաստվում է գնդակը մտցնել խաղի մեջ։ Գանձասարի ֆուտբոլիստները ֆիզիկապես շատ ամուր են եւ կարծում եմ այսօր Շիրակի համար հեշտ չի լինի։ Համենայն դեպս մեր ֆուտբոլիստները նկատեցինք նախավարժանքից պատրաստ են ցույց տալու այն ֆուտբոլը, ինչը մենք իհարկե սպասում ենք իրենցից։ Նորից գնդակը դուրս անցավ դաշտի եզրային գծից, նետում է Գանձասարը։ Նորից գնդակի մոտ է Ալեքսի Պինչուկը։ Տեսեք ինչպիսի փոխանցում, ուղիղ դեպի տուգանային հրապարակ։ Գնդակը դուրս անցավ, թույլ խաղացին այստեղ Գանձասարի ֆուտբոլիստները, ավելի ճիշտ չհասկացան միմյանց։ Արտակ Գրիգորյանը փորձեց գնդակը հասցեագրել Խորեն Վերանյանին, նետման իրավունքը Շիրակինն էր, բայց նորից պետք է նետեն հիմա գնդակը հյուրերը Մարատ Դաուդովը գնդակը թողնում է Ալեքսի Պինչուկին
Պինչուկը պատրաստվում է գնդակը մտցնել խաղի մեջ, նորից նա շատ լավ նետում է իրականացնում Շիրակի տուգանային հրապարակ, հեռացնում է գնդակը մեր Կարեն Ալեքսանյանը։ Կենտրոնում Ժան-Ժակ Բուգուինն է նորից վնասված կեստանում, Բուգուինը իհարկե լավ ֆուտբոլիստ է, բայց ֆիզիկապես շատ թույլ է, հերթական անգամ նրան դիպավ մրցակիցը եւ անմիջապես Բուգուինը տեսեք նորից գազոնին է։ Նորից խաղը ժամանակավորապես կանգ է առնում եւ կարծում եմ լուրջ ոչինչ չկա։ Բարձրանում է տեղից Ժան-Ժակ Բուգուինը եւ տեսնենք ինչ են ձեռնարկելու Շիրակի ֆուտբոլիստները։ Մրցավարը վիճաբանական է նետելու, գուցե դա է ճիշտը, Սուրեն Բալյանը, այդպես։ Եվ գնդակը հանձնվում է Գոր Էլիազյանին, Շիրակի դարպասապային, հիմա մեր դարպասապա ուժգին արվածով գնդակն ուղարկում է մրցակցի կիսադաշտ։ Ինչ արեց այստեղ Դավիթ Հակոբյանը, փորձեց գնդակը կասեցնել, բայց փոխանցումն ուժեղ էր։ Պայքարեց գնդակի համար այստեղ Վասիլի Պալագնյուկը, իսկ հիմա տեսեք գնդակը դուրս է անցնում դաշտի ճակատային գծից, չկարողացավ Գեգամ Հարությունյանն ինչպես հարկն է մշակել գնդակը եւ արդյունքում Շիրակը ստանում է հարվածի իրավունք։ Հարված դարպասից նորից մեր ֆուտբոլիստները զսպանակի պես բացվում են, Արջևի գծում է Ժան-Ժակ Բուգուին եւ Դրիսա Դիարասուբան, Գյանֆին աջ եզրում մի փոքր հետ քաշված է գործում, թեև ներկապային գտնվում է կենտրոնում, իսկ ձախ եզրային հարձակվողի գոտում խաղում է Դավիթ Հակոբյանը, ավելի ճիշտ ենթահարձակվողի պարտականություններն է կատարում, մի փոքր հետ քաշված է գործում Գևորգ Հովանիսյան եւ դարպասապա Գևորգ Պրազյան։ Գևորգը գնդակը ուղարկեց Գևորգին։ Ոչ այնքան ուժեղ հարված դաշտի միջնամաս Տիգրան Դավթյանն է պայքարում գնդակի համար, Էմանուել Գյանֆին փորձում է շրջանցել դաշտ մտած Արտյոմ Դրոշենկոին եւ վերջինս խախտում է խաղի կանոնները։ Տուգանայինը պետք է իրացնեն Շիրակի ֆուտբոլիստները։ Աջ եզրից փոխանցում դեպի ձախ եզրային գոտի Դավիթ Հակոբյանը պայքարում է գնդակի համար, ուղարկում է հետ Դավոյան, Ալեքսանյան, Հակոբյան եւ նորից նետման իրավունքը Շիրակինն է։ Ալեքսի Պինչուկը գնդակը դուրս անեց դաշտից, փոխանցում դեպի Ժան-Ժակ Բուգուին։ Ժամանակն անցնում է հարկերի ֆուտբոլասերներ 12-րդ րոպեն է Շիրակ Գանձասար 0-0 փոխանցում գնդակին փորձում է ասնել Գեգամ Հարությունյանը, շիրակցիները հեռացնում են գնդակը եւ նետման իրավունքը Գանձասարինն է։ Նորից Ալեքսի Պինչուկն է գնդակը մտցնում խաղի մեջ, այստեղ շատ գեղեցիկ խաղաց Խորեն Վերանյանը, խապստվեց մեր պաշտպանին, փոխանցում է հետ, նորից Ալեքսի Պինչուկ, փոխանցում Շիրակի տուգանային հրապարակ, խաղից դուրս վիճակում էին Գանձասարի ֆուտբոլիստներից։ Այո, խաղից դուրս վիճակում էր Գեգամ Հարությունյանը։ Էլիազյան դուրս է եկել տուգանային հրապարակից եւ Շիրակը ողջ կազմով շարժվում է առաջ։ Կասնի գնդակին Դավիթ Հակոբյանը, ոչ, փոխանցումն ուժեղ էր։ Նորից երկու թիմերի գլխավոր մարզիչները Վասկուղյակի մոտ են եւ ուշադիր հետևում են մրցավեճին։ Վարդան Բիճակչյանն էլ անհանգիստ է, իհարկե եթե հաշվի առնենք առաջին խաղի արդյունքը, անհանգստանալու ոչինչ չկա, բայց ֆուտբոլը մնում է ֆուտբոլ։ Գևորգ Հովանիսյան ոտքը բավականին վեր բարձրացրեց, բայց մրցավարը ուշադրություն չդարձրեց։ Հիմա փոխանցում դեպի աջ եզրային գոտի, գրոհում է Գանձասարը եւ ստանում է անկյունային հարվածի իրավունք։ Վասիլի Պալագնյուկը աջ եզրային հարձակվողը փորձեց շրջանցել մեր ֆուտբոլիստին։ Միլոս Ստամենկովիչին արդյունքում հաջող խաղաց Շիրակի պաշտպանը եւ անկյունայինը պետք է իրացնեն հյուրերը։ Կոնկրետ Մարատ Դաուդովը գնդակի մոտ է այս ֆուտբոլիստը Դաուդովը եւ տեսեք մարտաշատ է Շիրակի տուգանային հրապարակը բարձրից փոխանցում գլխի արվածը չստացվեց։ Այո, հանդիպումն անցնում է փոփոխական գրողների նշանաբանով, չէի ասի, բաց ֆուտբոլ, համենայն դեպս երկու կողմերն էլ փորձում են գրոհել, փորձում են վտանգավոր պայեր ստեղծել եւ առայժմ դժվար է նախապատվությունը որևէ թիմի տալը։ Փոխանցում
Կենտրոնական հատվածում Գանձասարի ֆուտբոլիստները ընդունում են գնդակը, պայքարեց գնդակի համար Գեգամ Հարությունյանը, ակտիվ ֆուտբոլիստ է։ Դավիթ Հակոբյան հասնում է գնդակին Դավիթը, տեսնենք Ձախեզրային գոտում է, կարող է շրջանցել պաշտպանին։ Փողացում է կատարում Տուգանային հրապարակ, հեռացնում են գնդակը Գանձասարի ֆուտբոլիստները։ Նորից Շիրակն է, Կարեն Ալեքսանյան, ուղարկում է դեպի Դավիթ Մարիկյանը։ Բարձրից փողանցում, հեռացնում են գնդակը Գանձասարի ֆուտբոլիստները, Գեգամ Հարությունյան։ Գեգամ Հարությունյանն անմիջապես նկատում է Վասիլի Պալագնյուկին եւ դարպասապա Էլիազյան։ Բավականին վստահ են գործում, բավականին հաջող են խաղում մեր պաշտպանները եւ բացարձակապես որևէ բան Գանձասարին առայժմ չի հաջողվում։ 0-0 նորից նայենք ժամացույցին 15-րդ րոպեն է։ Պայքարեց գնդակի համար Դրիսա Դիարա Սուբան, Գանձասարի ֆուտբոլիստները այս դրվագում հաղթող են ճանաչվում։ Տեսեք ինչպես է պայքարում Գեգամ Հարությունյանը, անգամ ընկած տեղից փորձեց խանգարել Շիրակի ֆուտբոլիստերին։ Խաղից դուրս վիճակում է Ժան-Ժակ Բուգուինը եւ մրցավարը նշանակում է ազատ հարված։ Ուժգին հարված դեպի Շիրակի կիսադաշտ։ Գոր Էլիազյան, դարպասապահները կարծես թենիս են խաղում, փոխանցում մի դարպասապահից մյուսին։ Այստեղ գնդակը իր մոտ է պահում Մարատ Դաուդովը, փորձում է աջ եզրից շրջանցել, շատ հաջող է խաղում մեր Աղվան Դավոյանը, Դավիթ Հակոբյանն է հետ նահանջել, նորից գրովում են Շիրակի ֆուտբոլիստները, Կարեն Ալեքսանյանի դեմ մի փոքր կոպտություն։ Կարծում եմ այստեղ Արտակ Գրիգորյանը մի քիչ կոպիտ վարվեց այս դրվագում եւ մրցավարը ուշադրություն չդարձրեց։ Ինչևէ, Գևորգ Պրազյան փոխանցում դեպի կենտրոնական հատված Շիրակի ֆուտբոլիստներն այստեղ գործում Մարիկյան, գեղեցիկ է խաղում Դավիթ Մարիկյանը, բայց տարվեց անհատական խաղով, փորձեց մյուսին էլ խաբստալ, կարելի էր փոխանցում կատարել, հիմա գնդակի մոտ է Մարատ Դաուդովը եւ գնդակը դուրս է անցնում դաշտի եզրային սահմաններից, նետում են Գանձասարի ֆուտբոլիստները։ Արջևի գծում է Գեգամ Հարությունյանը, արջևի գծում է նաեւ Վասիլի Պալագնյուկը։ Փոխանցում դեպի կենտրոնական հատված, այստեղ պայքարում է Արտակ Գրիգորյանը գնդակի համար, շատ կոպիտ խաղաց Կարեն Ալեքսանյանի դեմ, այո, դեղին քարտ է ստանում Արտակ Գրիգորյանը։ Կոպիտ խաղ Կարեն Ալեքսանյանի դեմ, չի կարելի նման ձևով խաղալ, կարող է իհարկե վնասվածք ստանալ մեր ֆուտբոլիստը։ Գևորգ Հովանիսյան փոխանցում է դեպի Պրազյան ներողություն, փոխանցում է Գոր Էլիազյանը մեր դարպասապային եւ տեսնենք ինչ անելու։ Ուղղակի գնդակը հասցեագրում է մրցակցի կիսադաշտ։ Հեռացնում են Գանձասարի ֆուտբոլիստները, պաշտպաններն այսօր ավելի ամուր են խաղում։ Գանձասարյան, Կապանյան մարզադաշտի սխալները առայժմ գոնե այս առաջին 16 րոպեների ընթացքում Գանձասարի ֆուտբոլիստները թույլ չեն տալիս եւ ինչպես տեսնում եք գնդակը խաղի մեջ են մտցնում շիրակցիները եւ կորցնում են։ Լավ հնարավորություն են ստացել հյուրերը, փոխանցում դեպի Գեգամ Հարությունյանը, ամենաակտիվ ֆուտբոլիստն է։ Գեգամ Հարությունյանը փորձեց Գևորգ Հովանիսյանի ոտքերի արանքից գնդակն ուղարկել Տուգանային հրապարակ, չստացվեց։ Հաջող խաղաց մեր պաշտպանը, նետում են հյուրերը, կոնկրետ Ալեքսի Պինչուկը գնդակը մտցնում է խաղի մեջ, փոխանցում Տուգանային հրապարակ, նորից հեռացնում է գնդակը մեր Գևորգ Հովանիսյանը։ Այսպես է պայքարում Գևորգը, հիմա արդեն գնդակի մոտ են Գանձասարի ֆուտբոլիստները, փոփոխական, այո, փոփոխական փոխանցումներ, մեկը ճիշտ է, մյուսը ոչ, աղա արդեն Ձախեզրային դիրքից հարված դեպի դարպասը վտանգավոր հարված կատարեց Գանձասարի ֆուտբոլիստը։ Դա Խորեն Վերանյանն էր, հարված դուժեղ էր, բայց ոչ այնքան վտանգավոր Շիրակի համար։ Գոր Էլիազյանը պատրաստվում է գնդակը մտցնել խաղի մեջ։ Հանդիպման 18-րդ րոպեն է, Շիրակը հյուրընկալել է Կապանի Գանձասարին, որին մրցակցի հարկի տակ հաղթել է 3-0 խոշոր հաշվով, հաշիվը չի բացվել 0-0, Գանձասարի ֆուտբոլիստները դաշտի կենտրոնական հատվածում խլում են գնդակը եւ փոխանցումը Վերին Աշճանի անհաջող էր։ Նետում են շիրակցիները, Աղվան Դավոյան, հենց կենտրոնական կարելի ասել դաշտի հասարակացից գնդակը մտցնում է խաղի մեջ, նորից Դավոյան լավ է խաղում, ուղարկում է Կարեն Ալեքսանյանին, Ալեքսանյանի բոլոր փոխանցումները ճշգրիտ են,
Փոխանցում դեպի աջ եզր, այստեղ գնդակին չի ասնում Էմանուել Գյանֆին։ Դավոյան հոյակապ խաղաց, թրիչկով շատ գեղեցիկ ձևով Դավոյանը առաջ է շարժվում։ Փոխանցում խաղից դուրս չկա, այո, մրցավարը համենայն դեպս ցույց է տալիս, որ Դրիսա Դիարասուբան խաղից դուրս վիճակում էր։ Հարված հյուրերի դարպասից 0-0 Շիրակ Գանձասար։ Խաղը շատ բովանդակալի չես որակի, բայց բոլոր դեպքերում պետք է ասել, որ կա լարվածություն եւ իհարկե կա պայքար։ Իդեպ եւս մեկ բաց թողնված հանդիպում կա հետաձգված 5-րդ տուրից Փյունիկն էլ խաղում է Բանանցի հետ։ Գրում են Գանձասարի ֆուտբոլիստները, փոխանցումը անհաջող էր Մարատ Դաուդովը։ Փորձեց գնդակը ասիագրել Վասիլի Պալագնյուկին, հիմա Դրիսա Դիարասուբա ձախեզով առաջ է շարժվում։ Խաբս է տալիս պաշտպանին, փոխանցում է Տուգալային հրապարակ, վտանգավոր պահ է։ Չհասավ գնդակին Ժան-Ժակ Բուգուհին։ Եվ նետում են հիմա Շիրակի ֆուտբոլիստները։ Այո, Շիրակի գրողները բավականին վտանգավոր են եւ այստեղ ինչ խոսք շատ կարևոր է փոխանցման ճշգրտությունը։ Աչից փոխանցում բարձրից Տուգանային հրապարակ շատ բարձր էր։ Այստեղ Դավիթ Հակոբյանը ոչինչ անել չէր կարող։ Գնդակը պետք է խաղի մեջ մտցնեն Գանձասարի ֆուտբոլիստները։ 0-0 ժամանակն ասնում է 20-րդ րոպեն է, հաշիվը չի բացվել եւ գնդակը արդեն խաղի մեջ է։ Կենտրոնում տիրում են գնդակին Շիրակի ֆուտբոլիստները, թիմի ավագ Տիգրան Դավթյան նկատում է Էմանուել Գյանֆին, ինչ է անում Գյանֆին, միայն ինքը գիտի։ Համենայն դեպս փորձեց խաբս տալ Վասիլի Պալագնյուկին եւ ինչպես տեսնում եք Շիրակի ֆուտբոլիստները ստանում են Տուգանային հարվածի իրավունք կամաց Շիրակի բոլոր խաղացողները մոտենում են մրցակցի Տուգանային հրապարակին եւ նրանք գտնվում են նաեւ իհարկե մերձակայքում Տուգանային հրապարակի։ Ինչ են անելու մեր ֆուտբոլիստները ամբողջ թիմով բացառությամբ Աղվան Դավոյանի եւ եւս մեկ ֆուտբոլիստ մեր թիմից Դավիթ Մարիկյանն է, մնացած բոլորը գտնվում են մրցակցի Տուգանային հրապարակում։ Տեսնենք, Մարսելից փոխանցում Տուգանային հրապարակ, Պրազյանը հեռացնում է գնդակը, բայց հարվածեց իր խաղացողին, իր թիմի պաշտպաններից մեկին, իհարկե դա միտումնավոր չես որակի, դա ընդհանրապես խաղային դրվագ էր, բայց իսկապես հարվածը բռունցքներով բավականին ուժեղ էր եւ բռնցքամարտի լեզվով ասած Գանձասարի ֆուտբոլիստը հայտնվել է նոկաուտի մեջ իր իսկ դարպասապայի մեղքով։ Հիմա հնարավորություն են ստանում բժիշկները մտնելու խաղադաստ, ես ներկայացնեմ մի քանի ինֆորմացիաներ, որոնք հետաքրքրել են մեր ֆուտբոլասերներին։ Պորտուգալիայի հավաքականը այսօր Մանչեսթերում ընկերական խաղում կմրցի Արգենտինայի հավաքականի հետ։ Բուկմեյքերական ընկերությունները պորտուգալացիների հաղթանակը գնահատել են 4-2 գործակցով։ Արգենտինային 1.85, իսկ ոչ ոքին 3.5 է։ Իսպանիայի հավաքականն էլ Եվրոպայի չեմպիոնը կհյուրընկալի աշխարհի չեմպիոն Գերմանիայի ընտրանուն։ Վիսենտե դել Բոսկեի թիմի հաղթանակի համար սահմանվել է 2.15 գործակիցը, իսկ Յոահիմ Լյովի թիմի համար 3.4։ Ոչ ոքին 3.3 գործակից է։ Փաստորեն Գերմանիայի հավաքականին ավելի քիչ են հավատում բուկմեյքերները, քան Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի ֆուտբոլիստներինը։ Ինչևէ, սա ընդհանրապես բուկմեյքերական կանխատեսումներ են, ոչ ավելի, յուրաքանչյուրը կարող է անել իր կանխատեսումը, իսկ Գանձասարի ֆուտբոլիստները գնդակը մտցնում են խաղի մեջ եւ փոխանցում են Գոր Էլիազյանին։ Առաջին խաղակեսի ուղիղ միջնամասն է 23-րդ րոպեն։ Շիրակ Գանձասար 0-0 Գևորգ Հովանիսյան։ Արևային եղանակ է, հիանալի ֆուտբոլային կարելի ասել եղանակ, իսկ նման աշնանային օրերը ուղղակի ֆուտբոլ չխաղալը հանցագործություն է։ Շատ լավ եղանակ է եւ կարծում եմ դրանից պետք է օգտվեն Շիրակի ֆուտբոլիստները, փոխանցումը ասիագրված էր դեպի Ժան-Ժակ Բուգուինը։ Հիմա արդեն փորձում է գրող կազմակերպել Գանձասարը, նորից արչեւի գծում Գեգամ Հարությունյանն էր։ Նետում է Արտյոմ Դրոշենկոն, որը մտավ խաղադաշտ։ Փոխարինեց Սամվել Մելքոնյանին։ Դեյան Վուկոմանովիչ այսօրվա խաղում առաջին անգամ Դեյանը դիպավ գնդակին։ Փոխանցում դեպի Ժան-Ժակ Բուգուին, աչեզրից հարված, վտանգավոր հարված էր։ Այնուամենայնիվ իր տեղում է Գևորգ Պրազյանը։
Ուժգին հարված դեպի Շիրակի կիսադաշտ, պայքար գնդակի համար, Ստամենկովիչ հաջող խաղաց, հեռացրեց գնդակը, հիմա փորձում է ընդունել Արտյոմ Դրոշենկոն, հետ է ուղարկում գնդակը նորից պայքար, այստեղ Ալեքսի Պինչուկն է, փոխանցում դեպի Աչիեզր, Գևորգ Հովհաննիսյանը թույլ չտվեց, որպեսզի Վասիլի Պալագնյուկը դիպչի գնդակին, Տրիսա Դիարասուբա և խաղի կանոնների խախտում մրցակցի կողմից։ Տիգրան Դավթյան ուղարկում է դեպի Աչիեզր, Դավիթ Մարիկյան, սա նրա դիրքն է։ Մարիկյան, Էմանուել Գյանֆի, փոխանցում Տուգանային հրապարակ, նորից գնդակին չի ասնում Դավիթ Հակոբյանը, փոխանցումը բարձր էր։ Դավիթը ցատկեց իհարկե, բայց դա նրա հնարավորություններից վեր էր։ Դավոյան հիմա կենտրոնում գործում է մեր Տիգրան Դավթյանը, հենակետային կիսապաշտպանի պարտականությունները այս պահին կատարեց, նորից ձախ եզրից գրովում են Գանձասարի ֆուտբոլիստները։ Հիմնականում աչեզրից է գործում Գանձասարը, բայց այս անգամ խաղաց ձախից։ Արտակ Գրիգորյան ուղարկում է հետ։ Խաղարկում են գնդակը Շիրակի մրցակիցները, տեսեք, նորից փոխանցում են հետ։ Կարծես առաջ են հրավիրում Շիրակի ֆուտբոլիստներին։ Փոխանցում դեպի դաշտի կենտրոնական հատված, ինչ է ցույց տալիս մրցավարը։ Բարձրից փոխանցում, գլխի արված եւ գերազանց է խաղում Գոր Էլիազյանը։ Շատ վտանգավոր պահ էր, հարվածը կատարեց Գեգամ Հարությունյանը, բայց հաջող գործեց մեր դարպասապահ, գրովում է Շիրակը, Դրիսա, Դավիթ Հակոբյան, հարված, քամին խանգարեց Դավթին ճիշտ հարված կատարելու։ Հիմա տեսնենք ովքեր պետք է լինեն մեր հերթական դրվագի հերոսները։ Գնդակը խաղի մեջ պետք է մտցնի դարպասապահ Գևորգ Պրազյանը, 26-րդ րոպեն է, 0-0, Գեգամ Հարությունյան, Միլոս Ստամենկովիչ, նորից Գեգամ Հարությունյան, Մարիկյան, նորից Գեգամ Հարությունյան, Ստամենկովիչ, շատ գեղեցիկ է խաղում Շիրակը, Դեյան Վուկոմանովիչը պայքարեց գնդակի համար, այն դուրս է անցնում դաշտի եզրային գծից, նետում են գյումրեցիները։ Չեն շտապում Շիրակի ֆուտբոլիստները, Տիգրան Դավթյան, աջ եզրից փոխանցում դեպի Բուգուհինը, բայց ինչ է ցույց տալիս մրցավարը, նետում են շիրակցիները, այո։ Նորից Դավիթը ձախ եզրային հարձակվողի իր դիրքում է, բտել է Տուգանային հրապարակ, այստեղ է Դրիսան, այստեղ է Ժան-Ժակ Բուգուհին, այստեղ է Էմանուել Գյանֆին, մի փոքր Տուգանային հրապարակից հեռու մատույցներում գտնվում է Կարեն Ալեքսանյանը։ Բուգուհի, ցածրից փոխանցում և նետում են Շիրակի ֆուտբոլիստները։ Հենց անկյունային դրոշակի մոտից հեռացնում է գնդակը Գանձասարը, համենայն դեպս փորձում են հեռացնել, նորից բարձրից փոխանցում, հաջող է գործում այստեղ պաշտպանը Բարիս Արլովսկին, նետում են Շիրակի ֆուտբոլիստները, ժամանակն անցնում է, նորից նայեք ժամացույցի 28-րդ րոպեն է, Շիրակ Գանձասար 0-0։ Գնդակը պետք է խաղի մեջ մտցնի Դավիթ Մարիկյանը։ Գյանֆի փորձեց գնդակը պահել իր մոտ, Միլոս Ստամենկովիչ, փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, Դրիսա, Դավիթ Հակոբյան, հիանալի է, հարված դեպի դարպասը, Դավիթ Հակոբյանը բացում է հաշիվը, անզուգական հարվածով գոլ է խփում Դավիթ Հակոբյանը, դա տեղի ունեցավ 29-րդ րոպեին, 1-0 առջևում են Շիրակի ֆուտբոլիստները, գոլի հեղինակ է դառնում Դավիթ Հակոբյանը, 29-րդ րոպեին նա բացում է հաշիվը, 1-0 առջևում է Շիրակը։
Ահա այսպես Դավիթը երկարատև ընդմիջումից հետո նորից ուրախացնում է իր երկրպագուներին գեղեցիկ հերար հարվածով ոչ մի շանս չթողնելով դարպասապակ Գևորգ Պրազյանին։ Խաղը վերսկսում են դաշտի կենտրոնից Գանձասարի ֆուտբոլիստները, բարձրից փոխանցում դեպի Շիրակի տուգանային հրապարակ, հաջող է խաղում մեր պաշտպանը Միլոս Ստամենկովիչ եւ հնարավորություն է տալիս, որպեսզի Գոր Էլիազյանը տիրի գնդակին։ Փոխանցում մրցակցի տուգանային հրապարակ եւ Պրազյան։ Գևորգ Պրազյան գնդակը արդեն մրցակցի կիսադաշտում է։ Շիրակի ֆուտբոլիստները հետ են նահանջել։ Ալեքսի Պինչուկ լավ փոխանցում դեպի Արտյոմ Դրոշենկոն, բայց Աղվան Դավոյանն այստեղ է։ Մտաղացումը լավն էր, ճիշտ կլիներ իհարկե, եթե հյուրերը իրենց գրողը կազմակերպեին աջ եզրով, բայց նրանց խանգարում է մեր Աղվան Դավոյանը։ Հիմա փոխանցում դեպի կենտրոն։ Կենտրոնով է փորձում ճեղքել Շիրակի պաշտպանությունը Գանձասարը։ Նետում են հյուրերը Ալեքսի Պինչուկ, Գևորգ Հովանիսյան, փոխանցում դեպի Էմանուել Գյանֆին, պայքար գնդակի համար, Գյանֆին հաղթող է դուրս գալիս թիմի ավակ Արա Խաչատրյանի հետ դիմակայությունում, այնուամենայնիվ Գանձասարը փորձում է խլել գնդակը, տեսեք ինչպիսի պայքար է ընթանում դաշտի միջնամասում։ Ձեռքով խաղ արձանագրում է այսօրվա հանդիպման մրցավարը Սուրեն Բալիյանը։ Եվ հիմա գնդակը խաղի մեջ պետք է մտցնի Գյումրիի Շիրակը։ երեսունմեկերորդ րոպեն է, ժամանակն անցնում է, Շիրակ Գանձասար 1-0, 29-րդ րոպեին միակ գոլը խփել է մեր Դավիթ Հակոբյանը։ Խփած գոլից հետո Շիրակը մի փոքր թուլացրել է տեմպը եւ ավելի շատ սպասողական վիճակում է։ Գուցե շիրակցիները սպասում են, որ մրցակիցը պաշտպանությունում սխալվի։ Փոխանցում Շիրակի կիսադաշտ Միլոս Ստամենկովիչ, Բուգուի, Տիգրան Դավթյան, Գյանֆի, Էմանուել Գյանֆիի մոտ է գնդակը։ Փոխանցում դեպի Դրիսան։ Խաղի կանոնների խախտում, Դրիսան խախտեց խաղի կանոնները եւ ձախ եզրային հատվածում տվյալ դիրքից գնդակը խաղի մեջ պետք է մտցնեն Գանձասարի ֆուտբոլիստները։ Այո, 1-0 արժևում է Շիրակը, մրցակցի արկիտակ մեր ֆուտբոլիստները հանդիպումը շահել են 3-0 խոշոր հաշվով, այդտեղ հետտրիկ եղինակ էր դարձել Ժան-Ժակ Բուգուին, իսկ այստեղ ահա 1-0 Դավիթ Հակոբյան, փոխանցում է Բուգուին իր ասագրված, բայց հաջող են խաղում պաշտպանները, հեռացնում են գնդակը նորից Գանձասարի ֆուտբոլիստներն են, Խորեն Վերանյան ուղարկում է դեպի ձախ եզր Վասիլի Պալագնյուկ, Պալագնյուկը պահում է գնդակն իր մոտ, հետ է ուղարկում գնդակը, փորձում է այն Մարատ Դաուդովը ընդունել, նետում են Շիրակի ֆուտբոլիստները։ Բանանց Փյունիկ զարմանալի է, ինչպիսի այնտեղ գոլային, արդեն 1-1, երկու գոլ է խփվել հաշվետու խաղում եւ դա ցույց է տալիս, որ երկու կողմերն էլ մարտականորեն են տրամադրված, մարտականորեն։ Այո, Սեսար Ռոմերոն ինչպես միշտ հավասարեցրել է հաշիվը, նա է Փյունիկի ռմբարկուն, իսկ մրցակցի կազմում գոլի եղինակ է դարձել Կարեն Հարությունյանը 24-րդ րոպեին։ Ընդամենը 2 րոպե է պահանջվել, որպեսզի Սեսար Ռոմերոն մեքսիկացի ռմբարկուն խփի պատասխան գնդակը։ Ես շնորհակալություն եմ հայտնում պարոն Հակոբյանին տեղեկատվության համար եւ տեսնենք թե ինչ է տեղի ունենում մեր խաղադաշտում։ Գնդակը դուրս անցավ դաշտի եզրային սահմաններից, նետում են Շիրակի ֆուտբոլիստները։ Ժամանակն անցնում է հարկերի ֆուտբոլասերներ, 33-րդ րոպեն է, Շիրակ Գանձասար 1-0։ Հավանաբար իհարկե տեղյակ են նաև երևանյան մրցավեճի երկու մասնակիցները, Փյունիկի եւ Բանանցի ֆուտբոլիստները, որ այստեղ Գյումրիում Շիրակը հաղթում է 1-0։ Փյունիկին նույնպես միավոր է պետք։ Էմանուել Գյանֆի աչեզրից խապս է տալիս մրցակցին եւ գնդակն ուղարկում է դեպի Դրիսան, վտակավոր իրավիճակ է։
Ինչ արեց Դրիսան, գիտի միայն Դրիսան։ Հարված հյուրերի դարպասից։ Դարպասապայի մոտ է գնդակը։ Փոխանցում է դեպի Բարիս Արլովսկին, նորից Պրազյան։ Ուժգին հարված դեպի կենտրոնական հատված։ Գնդակի համար փորձեց պայքարել Արտյոմ Դրոշենկոն, բայց Դավիթ Մարիկյան։ Աչեզրից նկատում է Ժան-Ժակ Բուգուինին, որ հիմա արդեն աչեզրային հարցակվողի գոտում է։ Գնդակը դուրս անցավ դաշտի եզրային գծից։ Նետում է Գանձասարը։ Գնդակը խաղի մեջ է։ Փոխանցում դեպի կենտրոն, կորցնում են հյուրերը գնդակը։ Դրիսա, լավ փոխանցում դեպի Դավիթ Հակոբյանը։ Առաջինը գնդակին հասնում է Ալեքսի Պինչուկը։ Հիմա կենտրոնով Վասիլի Պալագնյուկ։ Վտանգավոր հակակրոյ են կազմակերպել Գանձասարի ֆուտբոլիստները, հարված դեպի դարպասը, շատ վտանգավոր էր Արտյոմ Դրոշենկոյի հարվածը, աչեզրից մտավ Տուգանային հրապարակ, մեր պաշտպանները չկարողացան խանգարել նրան, բայց հարվածը չստացվեց, այնպես որ Շիրակի պաշտպանները պետք է զգոլ լինեն, թույլ չտան նման առաջ խաղացում, այն էլ սեփական Տուգանային հրապարակում։ Ինչևէ, գնդակը խաղի մեջ պետք է մտցնի մեր Գոր Էլիազյանը։ 35-րդ րոպեն է, 10 րոպե է մնում առաջին խաղակեսի ավարտին, Շիրակ Գանձասար հաշիվն է 1-0, առջևում է մեր սիրելի թիմը Գյումրիի Շիրակը։ Պայքար գնդակի համար Ալեքսանյան, Կարեն Ալեքսանյան, հիանալի է գործում, հրաշալի փոխանցում է կատարում դեպի Դրիսան, նորից Ալեքսանյան, դե Կարենը փոխանցում է կատարում Տուգանային հրապարակ, ոչ մեկը վրա չվազեց, ոչ Էմանուել Գյանտին, ոչ էլ Ժան-Ժակ Բուգուին։ Երկուսն էլ մի տեսակ սպասեցին գնդակին։ Արտյոմ Դրոշենկո աչեզրային գոտումն է առաջ շարժվում։ Փոխանցումն անհաջող էր։ Նորից հաջող գործեց Դավիթ Հակոբյանը։ Կարեն Ալեքսանյան լավ փոխանցում է կատարում դեպի Ժան-Ժակ Բուգուին, Դավիթ Հակոբյան։ Կարեն Ալեքսանյան, նորից լավ փոխանցում, Դավիթ Հակոբյան, հիանալի է, կարելի է խապ ստալ, Դավիթը փորձեց 3 մրցակցի պաշտպաններից անցնել։ Արտյոմ Դրոշենկո, Գևորգ Հովհաննիսյանը գնդակը դուրս է անում դաշտի եզրային սահմաններից, նետում են Շիրակի ֆուտբոլիստները, ոչ Գանձասարի ֆուտբոլիստները, գնդակը անմիջապես խաղի մեջ է եւ սխալ փոխանցում։ Կորցրեց գնդակը այստեղ Գյանֆին, բայց ստանում է վնասվածք Էմանուել Գյանֆին։ Քանի որ ընդմիջում է, նշեմ, որ Մյունխենի Բավարիան պատրաստ է 2015 թվականի հունվարին բաժանվել շվեյցարացի կիսապաշտպան Ջերդան Շաքիրիից, տեղեկացնում է Bild պարբերականը։ Գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Խոսեփ Գվարդիոլան 23-ամյա ֆուտբոլիստին հայտնել է, որ այլևս հույսեր չի փայփայում նրա հետ։ Շաքիրիի ծառայություններով հետաքրքրված են անգլիական Արսենալը, Մանչեսթեր Յունայթեդը, Լիվերպուլը եւ Տոտենհեմը։ Շվեյցարացու տրանսֆերը գնահատվում է 20 միլիոն ֆունտ ստերլինգ։ Իսկ այս ամռանը լուրեր էին շրջանառվում, որ Շաքիրին կարող է տեղափոխվել Մոսկվայի Սպարտակ։ Իսկ հա կատալոնական Բարսելոնայի արգենտինացի կիսապաշտպան Խավիեր Մասկերանոն ամռանն իտալական Նապոլիի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի հետ քննարկել է իր տեղափոխության խնդիրը։ 30-ամյա ֆուտբոլիստը Բենիտեսի հետ նախկինում աշխատել է անգլիական Լիվերպուլում։ Բենիտեսի հետ քննարկել ենք Նապոլիի տեղափոխվելու հավանականությունը, նշել է ֆուտբոլիստը։ Սակայն իտալական ակումբն այդպես էլ չարեց պաշտոնական առաջարկ։ Բենիտեսից շատ է սովորել եւ նա իմ կարիերայում, իմ հաջող կարիերայում ունի բավականին մեծ ավանդ։ Մասկերանոյի խոսքը իհարկե հաճելի է այն առումով, որ ֆուտբոլիստները գնահատում են մարզիչներին, գրում են Շիրակի ֆուտբոլիստները, փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, կարելի է հարվածել Աղվան Դավոյան, փորձեց հարվածել, պաշտպանը հեռացնում է գնդակը, նորից փոխանցում դեպի Տուգանային հրապարակի մատույցները, այստեղ Տիգրան Դավթյանն է, Գևորգ Հովհաննիսյան, հիմա արդեն գնդակը Շիրակի կիսադաշտում է Գոր Էլիազյան։ Փոխանցում դեպի Հովհաննիսյանը։ Հովհաննիսյանը ուժգին հարված է կատարում մրցակցի Տուգանային հրապարակի մատույցներ։ Դարպասապահն է Գևորգ Պրազյանը։
Ուժգին հարված դաշտի կենտրոնական հատված պայքար գնդակի համար։ Նորից այստեղ հաջող խաղաց Գյանֆին կրնկով գնդակասիագրեց խաղընկերոջը եւ խաղի կանոնների խախտում Դրիսայի կողմից։ Դիարա Սուբան խախտում է կանոնները եւ գնդակը խաղի մեջ պետք է մտցնի Արտակ Գրիգորյանը, նա արդեն դեղին քարտ ունի։ Խորեն Վերանյան ուղարկում է աջ, պայքարեց գնդակի համար Մարատ Դաուդովը եւ մրցավարը նշանակում է տուգանային հարված։ Վեց րոպե է մնում առաջին խաղակեսի ավարտին։ Հոլանդացի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը խոսել է Լատվիայի հետ կայացած խաղի մասին, որն ավարտվել է 6-0 հաշվով։ Հիանալի հանդիպում էր, ասել է նա, հրաշալի խաղացինք եւ մեկ քայլ առաջ գնացինք։ Մեզ պետք էր 3 միավոր վաստակել եւ դա մենք արեցինք։ Բացի այդ հրաշալի խաղ ցուցադրեցինք եւ հիասքանչ գոլեր խփեցինք, նշում է Սնեյդերը։ Նշեմ, որ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Հոլանդիան 6-0 հաշվով թենիսի հաշվով ջախջախեց մրցակցին Լատվիայի հավաքականին եւ մեկ քայլով առաջ գնաց շատ վտանգավոր փոխանցում։ Ամեն ինչ բարեհաջող է ավարտվում Շիրակի ֆուտբոլիստների համար, բայց Գանձասարը ստանում է անկյունային հարվածի իրավունք։ Խաղարկում են գնդակը հիմա։ Գանձասարի ֆուտբոլիստները փոխանցում, վտանգավոր պահ է, հեռացնում են մեր ֆուտբոլիստները գնդակը։ Նորից Գանձասարն է գրում, Մարիկյանը պայքարեց։ Ինչ է ցույց տալիս մրցավարը, նշանակում է տուգանային հարված եւ այստեղ խաղի կանոնները խախտել է Էմանուել Գյանֆին։ Բավականին վտանգավոր դիրքում հիմա Գանձասարի ֆուտբոլիստները ստացել են տուգանային հարվածի իրավունք։ Հիմա արդեն Գանձասարի ամբողջ կազմն է Շիրակի տուգանային հրապարակում եւ նրա մատույցներում, տեսնենք ինչպես կխաղարկեն գնդակը հյուրերը։ 4 րոպե է մնում առաջին խաղակեսի ավարտին։ Ուշադրությամբ հետևենք, ինչ են անելու հյուրերը եւ ինչպես են գործելու այս դրվագում Շիրակի հետին օղակի ֆուտբոլիստները։ Մրցավարը թույլ է տալիս հարվածն իրականացնելու, ցածրից փոխանցում թույլ է հարվածը։ Նորից ցածրից են գործում Գանձասարի ֆուտբոլիստները։ Շիրակը խլում է եւ անմիջապես առաջ։ Աջ եզր Տիգրան Դավթյան։ Դարպասապահն է։ Գևորգ Պրազյան, ուժգին հարված դեպի կենտրոն։ Ալեքսանյան, Կարեն Ալեքսանյանը լավ փոխանցում է կատարում դեպի Դրիսա Դիարա Սուբան։ Գրում են Շիրակի ֆուտբոլիստները, լավ փոխանցում Բուգուինը։ Լավ փոխանցում դեպի Շիրակի ռմբարկուն Ժան-Ժակ Բուգուինը։ Հիմա արդեն Գանձասարի ֆուտբոլիստների մոտ է գնդակը, մտնում են Շիրակի կիսադաշտ, փոխանցում դեպի կենտրոն, կենտրոնով փորձում է առաջ շարժվել գնդակով Խորեն Վերանյանը, հասցեագրում է գնդակը Արտյոմ Դրոշենկոին, Արտյոմ Դրոշենկոն իր հերթին Ալեքսի Պինչուկին պաշտպանն է արդեն հայտնվել հարձակողական դիրքում, փոխանցում դեպի թիմի ավագը Արա Խաչատրյանը, Արա Խաչատրյանի մոտ է գնդակը, խաղի կանոնների խախտում, այո, կար եւ տվյալ դիրքից Գանձասարի ֆուտբոլիստները ստանում են տուգանային հարվածի իրավունք։ 43-րդ րոպեն է, հաշիվն է 1-0 արժևում է Շիրակ, այդ միակ գոլը 29-րդ րոպեին խփել է Դավիթ Հակոբյանը։ Իսկ գնդակը պետք է խաղի մեջ մտցնի Արա Խաչատրյանը։ Թիմի ավագը Շիրակցիները հետ են նահանջել, մրցակցի կիսադաշտում Շիրակի եւ ոչ մի ֆուտբոլիստ չկա, ինչպես նաեւ մրցակցի բոլորը այստեղ են Շիրակի կիսադաշտում, բացառությամբ դարպասապահ Գևորգ Պրազյանի։ Տեսնենք, Արա Խաչատրյան ցածրից փոխանցում, ցածրից են անընդհատ գործում Գանձասարի ֆուտբոլիստները։
Փողանցումն անաջող էր։ Իսկ փողանցումը կատարում է Մարատ Դաուդովը, հարված Շիրակի դարպասից։ Չի շտապում Գոր Էլիազյանը, վերջապես փողանցում մրցակցի կիսադաշտ, օդային պայքար, հաղթող է ճանաչվում այստեղ Արտակ Գրիգորյանը, Էմանուել Գյանֆի, նորից շիրակցիների մոտ է գնդակը, Միլոս Ստամենկովիչ, նա է փողանցում դեպի Տիգրան Դավթյանը, Դավթյանը փողանցեց Էմանուել Գյանֆին, փողանցումն ուժեղ։ Հիմա արդեն գնդակով առաջ են շարժվում Գանձասարի ֆուտբոլիստները։ Կենտրոնով փորձում են ճեղքել Շիրակի պաշտպանությունը Գանձասարի ֆուտբոլիստները։ Բարիս Արլովսկին փողանցում կատարեց Շիրակի տուգանային հրապարակ, մեր ֆուտբոլիստները հեռացնում են գնդակը, Տիգրան Դավթյան, Դրիսա Դիարասուբա բարձրից փողանցում մրցակցի կիսադաշտ։ Այստեղ գնդակի համար պայքարում է Դեյան Վուկոմանովիչը, նրան փորձում է խանգարել Ժան-Ժակ Բուգուին, գնդակը դուրս է հասնում դաշտի եզրային գծից, նետում են Շիրակի ֆուտբոլիստները։ Հիմնական ժամանակը արդեն ավարտված է, տեսնենք ինչքան է ավելացնելու մրցավարը, մրցավարը ավելացնում է 3 րոպե, այո, շատ էին անկախատեսելի պահերը։ Գանձասարի ֆուտբոլիստները հիմա առաջ են շարժվում գնդակով։ Եվ Գևորգ Հովհաննիսյանը այստեղ պայքարեց մրցակցի դեմ, դա Գեգամ Հարությունյանն էր, եւ մրցավարը նշանակում է տուգանային հարված ի վնաս Շիրակի։ Աջ եզրային գոտում տուգանային հրապարակի մատույցներում Գանձասարը ստանում է տուգանային հարվածի իրավունք։ Շիրակի ֆուտբոլիստները նահանջում են հետ, իհարկե նման դիրքից փողանցումը բավականին վտանգավոր է, բայց Գանձասարի ֆուտբոլիստները չգիտես ինչու բոլոր փողանցումները տուգանայինի կատարում են ցածրից։ Շիրակը արդեն նկատել է, որ այդպիսի միտում կա Գանձասարի ստանդարտ դիրքերի իրացման ժամանակ։ Հիմա գնդակի մոտ է Մարատ Դաուդովը, որքան նկատում եմ նա է ստանդարտ դիրքերը բոլոր իրացնում։ Տեսնենք ինչպես է իրացնելու։ Շիրակը պատ է կազմել, Դաուդով բարձրից փողանցում, եւ շիրակցիները հեռացնում են գնդակը, վտանգավոր պահ էր, այո, վտանգավոր էր։ Այստեղ արդեն խաղի կանոնները խախտում է հյուրերի ֆուտբոլիստը, կոնկրետ Խորեն Վերանյանը։ Տուգանայինը պետք է իրացնեն Շիրակի ֆուտբոլիստները։ Ավարտվել է երկրորդ լրացուցիչ րոպեն եւ կարծում եմ սա վերջին հնարավորությունն է առաջին խաղակեսում, որը կօգտագործեն մեր ֆուտբոլիստները շիրակցիները։ Բարձրից փոխանցում դեպի ձախ եզր, այստեղ Դավիթ Հակոբյանն է պայքարում գնդակի համար։ Ուժգին հարված դեպի Շիրակի կիսադաշտ, գրում է Գանձասարը, Գևորգ Հովհաննիսյան, հեռացնում է գնդակը։ Արլովսկին միջամտեց եւ Շիրակը պետք է գնդակը նետի խաղի մեջ։ Տեսնենք կարելի է փոխանցում կատարել տուգանային հրապարակ, փոխանցում գերազանց խաղաց Գոր Էլիազյանը, ոչ Գևորգ Պրազյանը, Գևորգ Պրազյանը շատ լավ խաղաց, որպես կանոն լավ է խաղում մեր Գոր Էլիազյանը եւ հենց այստեղ էլ լսվում է մրցավարի սուլիչի ձայնը, առաջին խաղակեսն ավարտված է, Շիրակը 1-0 հաշվով հաղթում է Գանձասարին ընդմիջում։
Եվ այսպես հարկերի ֆուտբոլասերներ սկսված է Շիրակ Գանձասար հանդիպման երկրորդ խաղակեսը։ Հաշիվն է 1-0 արժևում են Շիրակի ֆուտբոլիստները, այդ միակ գնդակը խաղի 29-րդ րոպեին հերարար հարվածով խփել է Դավիթ Հակոբյանը, եւ ինչպես տեղեկացա, Շիրակի կազմում տեղի է ունեցել փոփոխություն, խաղադաշտ է մտել Անդրանիկ Բարիկյանը համար 12, որը փոխարինել է Էմանուել Գյանֆին, եւ այսպես մրցող թիմերի կազմը երկրորդ խաղակեսում Գանձասարի ֆուտբոլիստները խաղում են աչքի սադաշտում, գրովում են Շիրակի ֆուտբոլիստները, շիրակցիները խաղում են ավանդական սև մարզահագուստով եւ ծանոթացեք մրցող թիմերի կազմերին։ Գանձասար դարպասապակ Գևորգ Պրազյան համար 18 Դեյան Վուկոմանովիչ, համար 23 Արա Խաչատրյան, համար 2 Ալեքսի Պինչուկ, համար 33 Արտակ Գրիգորյան, առաջին խաղակեսում նա դեղին քարտ ստացավ, համար 21 Խորեն Վերանյան, համար 10 Մարատ Դաուդով, համար 16 Վասիլի Պալագնյուկ, համար 9 Գեգամ Հարությունյան, համար 6 Սամվել Մելքոյան, առաջին խաղակեսում նրան փոխարինեց Արտյոմ Դրոշենկոն 14 համար եւ վերջապես համար 8 Բարիս Արլովսկի։ Թիմի ավագն է Արա Խաչատրյանը, գլխավոր մարզիչն է Սերգեյ Պուչկովը, նրա օգնականն է Կոստանտին Դոլիշուկը, մարզիչներն են Օլեգ Բոշկոն եւ Վյաչեսլավ Ռուժենցևը։ Հիմա Գյումրիի Շիրակի կազմը դարպասապակ Գոր Էլիազյան, համար 5 Տիգրան Դավթյան, նա մեր թիմի ավագն է, համար 9 Ժանժակ Բուգուի, համար 10 Դավիթ Հակոբյան, համար 15 Կարեն Ալեքսանյան, համար 17 Դավիթ Մարիկյան, համար 20 Միլոշ Ստամենկովիչ, համար 21 Գևորգ Հովանիսյան, համար 25 Աղվան Դավոյան, համար 36 Դրիսա Դիարասուբա, համար 45 Էմանուել Գյանֆի, նրան երկրորդ խաղակեսում փոխարինել է 12 համարի մարզակուստով Անդրանիկ Բարիկյանը, գլխավոր մարզիչն է Վարդան Բիճախչյանը, նրա օգնականն է Ֆելիքս Խոջոյանը, մարզիչներն են Արտուր Հովանիսյանը եւ Հովանես Թաղմազյանը։ Այսօրվա հանդիպման մրցավարն է FIFA-ի մրցավար Սուրեն Բալյանը, օգնականներն են Վանիկ Սիմոնյանը եւ Մեսրոպ Ղազարյանը, բոլորը Երևան, 4-րդ պաշտոնյան է Գևորգ Շախկալձյանը, Արտաշատ լրացուցիչ երկու օգնականներն են Արտաշատի եւս մեկ ներկայացուցիչ Մանուկ Ֆարադյանը եւ Արթուր Սաֆարյանը Մարտունիից։ Հանդիպման տեսուչն է Թալինցի Արշակ Կնյազյանը։ Հարված հյուրերի դարպասից նայենք երկրորդ խաղակեսից անցել է 3 րոպե։ 3 րոպե հաշիվն է 1-0 Շիրակը հաղթում է Գանձասարին։ Իդեպ Շիրակը հաղթել է նաև Կապանում 3-0 հաշվով, հետտրիկ եղինակ է դարձել Ժանժակ Բուգուին, իսկ սա 5-րդ տուրից հետաձգված հանդիպումն է։ Նշեմ, որ զուգահեռաբար ընթանում է նաև Երևանյան մրցավեճը, առաջին խաղակեսն ավարտվել է ոչ ոքի 1-1 հաշվով Փյունիկ Բանանց, եւ եթե ինչ-որ նորություններ լինեն, կարծում եմ մենք ձեզ կներկայացնենք նաև ինչպես է ընթանում այդ հանդիպումը։ Ներկա պահին որքան տեղյակ եմ, հաշիվն է 1-1։ Հաշիվը բացել էին Բանանցի ֆուտբոլիստները, իսկ Սեսար Ռոմերոն Փյունիկի մեքսիկացի ռմբարկուն խփել է 9-րդ գնդակը երկրի առաջնությունում։ Նա միանձնյա ռմբարկուն է։ Հիմա Գանձասարի ֆուտբոլիստները գրովում են դաշտի կենտրոնական հատվածով, այսինքն փորձում են գրող կազմակերպել, փոխանցում դեպի կենտրոն, շատ լավ է խաղում Միլոշ Ստամենկովիչը, Շիրակի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Հիանալի գործեց Ժանժակ Բուգուին, փորձում է ինչ-որ բան անել։ Տիգրան Դավթյան փոխանցումը ասիագրված էր Դիարասուբային։ Հիմա գրոյի են անցել արդեն Գանձասարի ֆուտբոլիստները, փոխանցումը սխալ էր։ Եվ տեսեք արդեն Շիրակն է առաջ շարժվում գնդակով։ Բարիկյան, հիանալի փոխանցում է կատարում, Բարիկյանը դեպի Դրիսան, Դրիսան մտնում է Տուգալային հրապարակ, նորից լավ փոխանցում։ Դրիսա, ինչու չարվածեցիր, այլ փոխանցում կատարեցիր, զարմանալի է, քանի որ լավ հնարավորություն կար։ 50-րդ րոպեին Շիրակը կարող էր կրկնապատկել հաշիվը 1-0 եւ Շիրակը ստանում է նետման իրավունք։ Ոչ, անկյունայինի։ Ֆուտբոլասերները բոլորը կանգնած են, բացարձակապես չեն կարող վարել ռեպորտաժը, ես մեր ֆուտբոլասերների հեռուստադիտողներից ներողություն եմ խնդրում, հնարավորություն չկա, հնարավորություն ուղղակի չկա, բոլորը ուզում են կանգնած դիտել մրցավեճը, ինչը իհարկե թույլ չի տալիս, որպեսզի հետևենք խաղի ընթացքին, շատ լավ է խաղում այստեղ։ Դարպասապա Գևորգ Պրազյանը եւ գնդակը մտցնում է խաղի մեջ, Բարիկյանն է պայքարում։ Հիմա արդեն գրոյի են անցել Գանձասարի ֆուտբոլիստները, փորձում են ճեղքել Շիրակի պաշտպանությունը, փոխանցում դեպի
Մարատ Դաուդովն է գնդակով սխալ փոխանցում, ինչ է անում Դաուդովը, դա ինքը գիտի Դրիսա։ Արա Խաչատրյանը փորձեց խանգարել Դրիսա Դիարասուբային եւ գնդակը դուրս է անցնում, ոչ, դուրս չի եկել դաշտի եզրային սահմաններից, նորից փոխանցում շիրակցիները խլում են գնդակը։ Փոխանցում դեպի կենտրոնական հատված, այստեղ Դրիսան է պայք Ժան-Ժակ Բուգուին տեղափոխվել է եզրային գոտի, անընդհատ փոխարինվում են։ Ֆուտբոլիստներն իրենց դիրքերը փոխում են, հիմա Ժան-Ժակ Բուգուինը հայտնվել է եզրային հարձակվողի գոտում, գնդակը դուրս է անցել դաշտի եզրային սահմաններից, նետում են Շիրակի ֆուտբոլիստները Դավիթ Մարիկյան, նա է շտապում դեպի գնդակը, իսկ մրցակցի տուգանային հրապարակում են Անդրանիկ Բարիկյանն ու Դավիթ Հակոբյանը, Բարիկյանը հիմա փորձեց ինչ-որ բան անել, բայց հայտնվեց գազոնին, դա իհարկե պայքար էր, խլում են գնդակը Գանձասարի ֆուտբոլիստները, կոնկրետ Ալեքսի Պինչուկ, չի թույլ տալիս, որպեսզի գնդակը դուրս անցնի դաշտի եզրային սահմաններից, բայց այդ մտքի հետ համաձայն չէ եզրային մրցավարը, նետում են Շիրակի ֆուտբոլիստները։ 6 րոպե է անցել երկրորդ խաղակեսից, բարձրից փոխանցում տուգանային հրապարակ, շատ վտակավոր բայ է Դրիսա, հարված, Դրիսան 100%-անոց գոլային հնարավորություն է ձեռքից բաց թողնում, հիանալի էր ուղակի, հիանալի։ Գրոյ են անցել Գանձասարի ֆուտբոլիստները, կենտրոնով գնդակի մոտ է Խորեն Վերանյանը, ուղարկում է աչեզրային գոտի Ալեքսի Պինչուկ, խաղարկում են հիմա Գանձասարի ֆուտբոլիստները, նորից փոխանցում հետ Արտյոմ Դրոշենկոն գնդակը հասցեագրում է ավելի հետ Ալեքսի Պինչուկ, բարձրից փոխանցում տուգանային հրապարակ Էլիազյան, հանգիստ վստահ տիրում է գնդակին Գոր Էլիազյանը, նա Շիրակի թիվ 1 դարպասապահն է։ Գնդակը հասցեագրում է ձախ եզր, այստեղ Դավիթ Հակոբյանն է, հետ է ուղարկում Դավոյան, Ալեքսանյան, Կարեն Ալեքսանյան, Կարենը Շիրակի առաջատար ֆուտբոլիստներից մեկն է, Մարիկյանը նկատում է Բուգուինին, Ժան-Ժակ Բուգուին, տեսնենք ինչ անելու Բուգուինը, նրան խանգարում է այստեղ Դեյան Վուկոմանովիչը, գնդակը դուրս է անցնում դաշտի եզրային գծից, նետում է Շիրակը, կոնկրետ Դավիթ Մարիկյանը։ Այո, կամաց Շիրակը ուժեղացնում է, ճնշում է մրցակցի դարպասին եւ այս փոքր ինտերվալում արդեն 2 վտանգավոր պայ է ստեղծվել հյուրերի դարպասին, Բուգուին։ Նորից բարձրից փոխանցում հեռացնում են գնդակը Գանձասարի ֆուտբոլիստները։ Արտյոմ Դրոշենկո, նա է ընդունում գնդակը, աչեզրով բարձրից փոխանցում, նկատում է Վասիլի Պալագնյուկին։ Պալագնյուկը Գանձասարի ռմբարկուն է նախապել է 5 գնդակ։ Նորից փոխանցում հետ, խաղարկում են գնդակը Գանձասարի ֆուտբոլիստները։ Մրցավարը ցույց է տալիս, որ կա խաղի կանոնների խախտում։ Բավականին վտանգավոր գոտում հիմա Գանձասարի ֆուտբոլիստները ստանում են տուգանային հարվածի իրավունք։ Շիրակի ֆուտբոլիստները պատ են կազմում իհարկե, քանի որ գոտին վտանգավոր է, այս դիրքերից ես նորից հիշում եմ մեր Արարատ Հարությունյանին, ներկայապահին նա Շիրակի թիմի պետն է, Արարատ Հարությունյանն ուղղակի ցնցող գոլեր էր խփում։ Հիմա չկա Արարատ Հարությունյանը եւ իհարկե ստանդարտ դիրքերի իրացումը մեր թիմի համար որոշակիորեն պրոբլեմատիկ է։ Համենայն դեպս Արարատ Հարությունյանի մակարդակի ֆուտբոլիստ հիմա մենք Շիրակում չունենք ներկայապահին։ Դա փաստ է։ Իսկ տեսնենք ինչ են անելու Գանձասարի ֆուտբոլիստները։ Շատ են ձգձգում, մրցավարը թույլ է տալիս հարվածն իրականացնելու։ Հարված հիանալի է խաղում Գոր Էլիազյանը, հարվածը հիանալի էր, բայց ուղղակի ցնցող թրիչկով փրկում է իր վիճակը Շիրակի դարպասապահ Կեցես Գոր, շատ լավն էր։ Նրա ցածկը ուղղակի կարելի ասել հենց այդպես էր ցածկում ժամանակին 60-ական թվականների վերջերին Լև Իվանովիչ Յաշինը։ Բարձրից փոխանցում հեռացնում են գնդակը մեր ֆուտբոլիստները։ Եվ հիմա Շիրակն է առաջ շարժվում գնդակով, լավ փոխանցում մրցակցի կիսադաշտ, բայց ուղիղ դեպի թիմի ավագ Արա Խաչատրյանը,
Բրազյանը գնդակը բարձրից հասցեագրում է Շիրակի կիսադաշտ Դավոյան, Աղվան Դավոյան, Դրիսա Դիարասուբա, նորից Դավոյան։ Իսկ ես ուզում եմ Անդրանիկ Բարիկյանի գոլը։ Փոխանցում դեպի Ժան-Ժակ Բուգուինը խաղից դուրս էր։ Իշքան ուզում է մեր ֆուտբոլասերները վիճել, իսկապես մինչև գնդակը ստանալ նա առաջ էր շարժվել մրցակցի պաշտպանից, այնպես որ ուղղակի պետք է խաղի կանոնները հստակորեն պատկերացնել։ Եվ հիմա մեր դարպասապայի մոտ է գնդակը։ Էլիազյան, ժամանակն անցնում է 11 րոպե անցել երկրորդ խաղակեսից, Շիրակը 1-0 հաշվով հաղթում է Գանձասարին, այդ միակ գոլը 29-րդ րոպեին հերրահար գեղեցիկ արվածով խփել է Դավիթ Հակոբյանը։ Բարձրից փոխանցում Դավիթ Հակոբյանի մոտ է գնդակը, հիանալի է գործում, պահում է գնդակը Կարեն Ալեքսանյան։ Հեռացնում են գնդակը Գանձասարի ֆուտբոլիստները եւ արդեն կետրոնով նրանք առաջ են շարժվում։ Հիմա գնդակի մոտ է Բարիս Արլովսկին։ Աչեզրից փորձում է Գանձասարը ճեղքել Շիրակի պաշտպանական դիրքերը։ Ցածրից փոխանցում Գանձասարը որպես կանոն փոխանցումները կատարում է հիմնականում ցածրից։ Դարպասապահն է արդեն մրցակցի կիսադաշտում միայն Ժան-Ժակ Բուգուհին է, բայց նա էլ այսօր այն ակտիվությունը հանդես չի բերում, որը մենք նրանից միշտ ակնկալում ենք։ Աչեզրից Գանձասարի ֆուտբոլիստներն են շարժվում առաջ մեծ ուժերով, որում փոխանցում տուգանային հրապարակ հարված դեպի դարպասը շատ վտանգավոր պահ էր Գեգամ Հարությունյանը։ Ոչ մեկը Շիրակի պաշտպաններից նրան չկարողացավ խանգարել, եւ սա իհարկե լուրջ ահազանգ է։ Համենայն դեպս Հարությունյանի հարվածը չստացվեց, դա ոչինչ չի նշանակում։ Հարկավոր է զգոն լինել, հարկավոր է զգույշ լինել։ Չի կարելի պաշտպանությունում հնարավորություն տալ մոտ տարածությունից մրցակցի խաղացողին հարված կատարելու դեպի դարպասը։ Հղի է այն անկախատեսելի եւ մեզ համար ոչ ցանկալի հետևանքներով։ Դարպասապահն ուժգին արվածով գնդակն ուղարկում է դաշտի կենտրոնական հատված, հեռացնում են գնդակը Գանձասարի պաշտպանները, նետում է Շիրակը, ով Աղվան Դավոյանը։ 58-րդ րոպեն է հանդիպման, հաշիվն է 1-0։ Ֆուտբոլասերները հաճախ նշում են, որ շուտ-շուտ մենք խոսենք հանդիպման ժամանակի մասին, խնդրեմ, դա անում ենք սիրով, խնդիր չկա, դարպասապահ տիրում է գնդակին Գոր Էլիազյանը եւ հիմա ամենայն հավանականությամբ ուժգին հարվածով, բայց հարվածը շատ անհաջող էր։ Դրիսան պայքարեց, նետում է Շիրակը Դավիթ Մարիկյանը Բարիկյանը պայքարեց գնդակի համար, նրան փորձեց խանգարել Բարիս Արլովսկին, նետում է Շիրակը, կոնկրետ Մարիկյանը նկատում է Բարիկյանին, Բարիկյանը փորձում է շրջանցել թիմի ավակարախ Խաչատրյանին, Բարիկյանն իր հերթին նկատում է Մարիկյանին եւ կորցնում են գնդակը Շիրակի ֆուտբոլիստները։ Տեսեք ինչպես է խաղում Գանձասարը, շատ լավ ֆուտբոլիստ է։ Ես ուշով հետևում եմ 9 համարին Գեգամ Հարությունյանին ակտիվ էր առաջին խաղակեսում, ակտիվ է երկրորդ կեսում եւ անընդհատ փորձում է խնդիրներ ստեղծել մեր ֆուտբոլիստների համար։ Նետում է Դավիթ Մարիկյանը։ Դրիսա ոչ Բուգուին։ Հիմա արդեն Բարիկյան, Անդրանիկ Բարիկյան, երկու ֆուտբոլիստի ակցանում, փոխանցում է հետ, ուժգին հարված դեպի մրցակցի տուգանային հրապարակի մատույցներ, այստեղ Գանձասարի ֆուտբոլիստները խլում են գնդակը եւ անմիջապես շարժվում են առաջ։ Կարող է վտանգավոր պաս ստեղծվել Գեգամ Հարությունյան, ակտիվ ֆուտբոլիստ է, փոխանցում է կատարում դեպի կենտրոն եւ մեր պաշտպանները հեռացնում են գնդակը։ Նորից Դրիսան էր։ Դրիսան չեմ կարծում թե խաղից դուրս վիճակում է, շտապեց Եզրայի մրցավարը։ Շտապեց։ Հիմա գրոյի են անցել Գանձասարի ֆուտբոլիստները Աչեզրում։ Նորից ցածրից փոխանցում, նորից անհաջող, նետում է Գանձասարը։ Չեն շտապում Գանձասարի ֆուտբոլիստները գնդակը մտցնել խաղի մեջ, վերջապես նորից Գեգամ Հարությունյանին է փոխանցումը հասցեագրված, նորից Գեգամ Հարությունյանին, անընդհատ խաղում են 9 համարի վրա, կորցնում են գնդակը հիմա։
Դրիսա ոչ Բուգուին, Դրիսան ավելի հետ քաշված է գործում, Ժան-Ժակ Բուգուին, արդեն Դրիսան իր ավանդական աչեզրային հարձակվողի դիրքում է, Կարեն Ալեքսանյան փոխանցում է կատարում դեպի եզրային հատված, այստեղ շիրակցիները դժվարությամբ են առաջ շարժվում, Դավոյան, փոխանցում կենտրոն, Ժան-Ժակ Բուգուի, Մարիկյան, Դավիթ Մարիկյան, Դրիսան փորձում է ստանալ գնդակը, նետում է Գանձասարը, Արտակ Գրիգորյանն է պայքարի բովում, նորից նա է, փոխանցում կենտրոն Գեգամ Հարությունյանին, Գեգամ Հարությունյանը նկատում է Բարիս Արլովսկուն, գրովում են հիմա Գանձասարի ֆուտբոլիստները, որում բավականին լայնամասշտաբ գործողություններ են իրականացնում ամբողջ դաշտի երկայնքով, բայց սխալվում են։ Մեկ սխալ փոխանցում եւ Շիրակը, Բարիկյանը փորձեց հասցեագրել Բուգուինին, բայց չարեց մի պարզ պատճառով, խաղից դուրս վիճակում էր մեր աֆրիկացի լեգիոները։ Նորից գրովում է Շիրակը, նորից կորցնում են, այս անգամ Տիգրան Դավթյանը գնդակով առաջ է շարժվում Գանձասարի ֆուտբոլիստները, հարված դեպի դարպասը, գնդակը դիպավ դարպասածողին, ինչ վտանգավոր հարված էր։ Գեգամ Հարությունյանն էր հարվածողը, հիանալի հարված կատարեց դեպի դարպասը եւ այս անգամ արդեն հորիզոնական դարպասածողը օգնության հասավ Շիրակին, անկյունայինը պետք է իրացնեն Գանձասարի ֆուտբոլիստները։ Մարտաշատ է մեր տուգանային հրապարակը, բարձրից փոխանցում եւ նորից անհաջող էր Գեգամ Հարությունյանի հարվածը։ 17 րոպե է անցել երկրորդ խաղակեսից, Շիրակը հաղթում է 1-0 հաշվով։ Մեզ 3 միավոր է անհրաժեշտ, այդ 3 միավորը մենք կստանանք, կարծում եմ։ Գոր Էլիազյան Շիրակի կազմում պետք է տեղի ունենա փոփոխություն։ Խաղադաշտ պետք է մտնի Ռոբերտ Դարպինյանը։ Տեսնեք, թե ում է նա փոխարինելու։ Գանձասարն է գրոհում, Արտյոմ Դրոշենկո փոխանցում դեպի Արտակ Գրիգորյանը, վերջինս ավելի աջ, բարձրից փոխանցում նորից, փորձեց գնդակը իր մոտ պահել, Արտյոմ Դրոշենկոն չկարողացավ, Շիրակը հեռացնում է գնդակը։ Այստեղ բացառապես մեկ ֆուտբոլիստ կա։ Դա Դեյան Վուկոմանովիչն է, ուղարկում է դեպի աջ, Բարիս Արլովսկի, փոխանցում դեպի կենտրոն, Շիրակը խլում է գնդակը, Դավթյան, չկա խաղից դուրս վիճակ, Դրիսա, կարելի է մտնել տուգանային հրապարակ, ինչ է անում Դիարասուբան։ Թող այդ հարցին ինքն էլ պատասխանի, հիմա գրոհի են անցնում Գանձասարի ֆուտբոլիստները աչեզրով, Մարատ Դաուդով փոխանցում հետ, Խորեն Վերանյան, Արա Խաչատրյան թիմի ավակն է, ուղարկում է դեպի ձախ, մեծ ուժերով է գրոհում Գանձասարը, բարձրից փոխանցում տուգանային հրապարակ, Գեգամ Հարությունյան հիանալի ֆուտբոլիստ է, լավագույնն է Գանձասարի կազմում, շատ ակտիվ է, ճիշտ է այս դրվագում կորցրեց գնդակը, բայց բավականին մեծ է նրա օգտակար գործողության գործակիցը խաղադաշտում, նորից Գանձասարի ֆուտբոլիստները խլում են գնդակը, փոխանցում հետ, ձախ եզրային գոտի, հիմա արդեն տուգանային հրապարակ վտանգավոր պահ է գնդակին չի ասնում Մարատ Դաուդովը եւ փոփոխություն Շիրակի կազմում։ Դաշտից դուրս է գալիս Դրիսա Դիարասուբան, նրան փոխարինում է Ռոբերտ Դարպինյանը։ Հարված Շիրակի դարպասից։ 20 րոպե անցել երկրորդ խաղակեսից, հանդիպման 65-րդ րոպեն է, հաշիվն է 1-0, Շիրակը հաղթում է Կապանի Գանձասարին։ Իրադարձությունները տեղի են ունենում դաշտի կենտրոնական հատվածում, Դավիթ Հակոբյան ուղարկում է հետ, Դավիթ Հակոբյանին ուշի ուշով հսկում է 21 համարի մարզահակոստով ֆուտբոլիստը, նրանից աջ չի կտրում Խորեն Վերանյանը։ Հիմա արդեն
Արտակ Գրիգորյանը փոխանցում կատարեց դեպի աչիեզր, նետման իրավունքը Գանձասարինն է։ Համենայն դեպս Կապանյան մրցավեճը վարելով ես վստահորեն կարող եմ ասել, որ Գանձասարը այստեղ Գյումրիում շատ ավելի լավ տպավորություն է թողնում, քան սեփական հարկի տակ, որտեղ Շիրակը 3-0 հաշվով ջախջախեց մրցակցին շնորհիվ Բուգուինի հետտրիկի։ Այսօր հանդիպումն ընթանում է ավելի հավասար պայքարում։ Շիրակը հաղթում է 1-0 հաշվով շնորհիվ Դավիթ Հակոբյանի հերար հարվածի 29-րդ րոպեին, բայց պետք է ասել, որ այսօր Գանձասարը անհամեմատ լավ տպավորություն է թողնում։ Իդեպ Գանձասարը խաղում է շատ անկանոն ձևով, 1-7 հաշվով պարտվել է առաջատար Ուրիսին, 5-1 հաշվով հաղթել է Արարատին, այս թիմից ամեն ինչ սպասելի է։ Նորից գնդակի մոտ է Գոր Էլիազյանը։ Բուգուինն է պայքարում գնդակի համար։ Մրցավարը ցույց է տալիս, որ կա խաղի կանոնների խախտում։ Խաղարկում են գնդակը։ Լավ փոխանցում, ձախ, Շիրակի ֆուտբոլիստները թույլ չեն տալիս, որպեսզի առաջ շարժվի գնդակով Գեգամ Հարությունյանը։ Նրա նկատմամբ հատուկ հսկողություն կա։ Անդրանիկ Բարիկյան ուղարկում է կենտրոն։ Կարեն Ալեքսանյան դեպի ձախ։ Շիրակը հիմա փորձում է ձախ եզրից գրոհել, փոխանցում դեպի Բուգուինը։ Խելամետորեն գնդակը բաց է թողնում Ռոբերտ Դարպինյանին, Դարպինյանը մտնում է Տուգալային հրապարակ։ Դարպինյանը մտավ Տուգալային հրապարակ եւ վաստակեց անկյունայինի իրավունք։ Այո, նա վայր ընկավ Տուգալային հրապարակում, բայց մրցավարը ցույց է տալիս, որ չկա խաղի կանոնների խախտում։ Հետաքրքիր է ինչ է տեղի ունենում Երևանյան մրցավեճում։ Բանանց Փյունիկ, որքան տեղյակ եմ, հաշիվն է 1-1։ Այո, դեռ փոփոխություն չկա այս մրցավեճում, մեկական գնդակ են փոխարինել թիմերը, փոխանակել։ Անկյունայինը պետք է իրացնեն Շիրակի ֆուտբոլիստները։ Հետ է նահանջում հիմա մեր Ռոբերտ Դարպինյանը, կենտրոնում է Տուգանային հրապարակի մատույցներում, բարձրից փոխանցում, այստեղ վստահ է գործում Գևորգ Պրազյանը։ Արտյոմ Դրոշենկո, նա է գնդակով, մտնում է Շիրակի կիսադաշտ, փոխանցում է կատարում կենտրոն։ Գնդակը թողնում են Խորեն Վերանյանին, հիմա արդեն աչեզրից է առաջ շարժվում, մրցակիցը, տեսեք, արդեն Գեգամ Հարությունյանը ուղիղ կենտրոնում սպասում էր գնդակին, շատ ակտիվ ֆուտբոլիստ է։ Նորից փոխանցում դեպի կենտրոն, Ժան-Ժակ Բուգուի, Գանձասարի ֆուտբոլիստները փորձում են խլել գնդակը, Վասիլի Պալագնյուկ։ Նա է Գանձասարին ռմբարկում, բայց այսօր այնքան էլ աչքի չի ընկնում այս ֆուտբոլիստը, ինչպես եւ Կապանյան մրցավեճում, որտեղ Շիրակը հաղթեց 3-0 հաշվով։ Բուգուին կորցնում է գնդակը, խաղի կանոնների խախտում ի վնաս հյուրերի։ Հանդիպման 69-րդ րոպեն է, 69-րդ րոպեն Շիրակը 1-0 հաշվով հաղթում է Գանձասարին։ Եվս մեկ գոլ, ցանկանում են ֆուտբոլասերները։ Միլոս Ստամենկովիչ բարձրից փոխանցում դեպի ձախ։ Շիրակն է գրոհում, մտնում են Տուգալային հրապարակ, Բուգուին հարված։ Բուգուին։ Այո։ Ժան-Ժակի հարվածը չստացվեց։ Հարված հյուրերի դարպասից։ Բարձրից փոխանցում պայքար գնդակի համար Գանձասարի ֆուտբոլիստները նորից Գեգամ Հարությունյան, Դավիթ Հակոբյանի հետ պայքարում, հիմա արդեն Բարիկյանն է պայքարի բովում, խանգարում է Մարատ Դաուդովին եւ մրցավարը նշանակում է Տուգալային հարված ի վնաս Շիրակի։ Տեսնենք ինչ են անելու Գանձասարի ֆուտբոլիստները։ Առայժմ Գանձասարը վտանգավոր պահ Շիրակի դարպասի մոտ չի կարողանում ստեղծել, մեր ֆուտբոլիստներն էլ ավելի շատ մրցակցի սխալների հենքի վրա փորձում են հակագրող կազմակերպել եւ հասնել արդյունքի։
ամբողջ թիմով Գանձասարը Շիրակի կիսադաշտում է բացառությամբ դարպասապահ Գևորգ Պրազյանի բարձրից փոխանցում շատ վտանգավոր հարված էր, շատ վտանգավոր հարված։ Ցած կատարեց բարձրից եւ հարվածեց Բորիս Արլովսկին, անկյունայինը վաստակում են Գանձասարի ֆուտբոլիստները։ Բարձրից փոխանցում գլխի արված, շատ վտանգավոր հարված էր, նորից մեր պաշտպանները հնարավորություն տվեցին մրցակցին հարվածելու, շատ վտանգավոր հարված էր եւ անարգել, ոչ մեկը այս դրվագում չխանգարեց Գեգամ Հարությունյանին, նա հարված կատարեց դեպի դարպասը, այո նա էր, հիանալի ֆուտբոլիստ է, մեր պաշտպանները կարծես դիտորդի դերում լինեին, ընդամենը հայացքով հետևեցին գնդակի հետագծին, հարված Շիրակի դարպասից, ժամանակն անցնում է 71-րդ րոպեն է։ Գնդակը դուրս է անցնում դաշտի եզրային սահմաններից, նետում է Շիրակը։ Գնդակը արդեն խաղի մեջ է։ Իդեպ հետաքրքիր տեղեկություն ձեզ ներկայացնեմ, անգլիական Լիվերպուլի իտալացի սևամորթ հարձակվող Մարիո Բալոտելին կարող է վերադառնալ Միլանյան Ինտեր, որի կազմում խաղացել է 2007-ից 10 թվականներին։ Իտալացու տրանսֆերով շահագրգռված է Ինտերի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին։ Իտալացի մասնագետը նախկինում Բալոտելի հետ աշխատել է Ինտերում եւ անգլիական Մանչեսթեր Սիթիում։ Լիվերպուլում հարձակվողի գործերը այնքան էլ բարվոք չեն եւ չի բացառվում, որ նա լքի Էնֆիլդը։ Ամենայն դեպս դա արդեն խոսում է Ինտերի շահագրգռվածության մասին։ Փոխանցում դեպի մրցակցի կիսադաշտ Բարիկյանը պայքարեց գնդակի համար, լավ փոխանցում դեպի աչքեսային գոտիքը հասնի Ռոբերտ Դարպինյանը գնդակին։ Առաջինը գնդակին հասնում է մրցակցի ֆուտբոլիստներից Արտյոմ Դրոշենկոն, ահա նորից նա է գնդակի մոտ, Դրոշենկո ուղարկում է կենտրոն, այստեղ Արտակ Գրիգորյանն է, Արտակ Գրիգորյանը աչ եզրում նկատում է ազատ ֆուտբոլիստին, դա Բորիս Արլովսկին է, փոխանցում դեպի կենտրոն, մեծ ուժերով գրովում է Գանձասարը, նորից Արտակ Գրիգորյան, փոխանցում դեպի կենտրոն, խաղարկում են գնդակը Գանձասարի ֆուտբոլիստները, տեսեք, աչեզրից բարձրից փոխանցում, Գեգամ Հարությունյանը չի հասնում գնդակին, Ռոբերտ Դարպինյան։ Այո, հետաքրքիր պայքար է ընթանում խաղադաշտում, իհարկե գոլերը քիչ են, ընդամենը 1 գոլ, բայց բոլոր դեպքերում նշենք, որ թե Գանձասարը եւ թե Շիրակը խաղում են հաճույքով եւ իհարկե եղանակն էլ շատ տրամադրող է, խիստ ֆուտբոլային է, այնպես որ սա իհարկե խոսում է երկու թիմերի օգտին։ Բարձրից փոխանցում եւ դարպասապահ հանգիստ վերցնում է գնդակը։ Փոխանցում դեպի աչեզր, լավ փոխանցում, Դավիթ Հակոբյան։ Հակոբյանը հետ է ուղարկում գնդակը։ Տիգրան Դավթյան։ Մարիկյան։ Ռոբերտ Դարպինյան, փոխանցում Տուգանային հրապարակ, բարձր ցավք է կատարում Բուգուինը, գնդակը Շիրակի ֆուտբոլիստների մոտ է, Դավիթ Հակոբյանը փորձեց հարմարեցնել գնդակը ոտքին։ Գնդակը մնում է Շիրակի մոտ։ Նորից Շիրակի ֆուտբոլիստների մոտ է գնդակը, ձախից առաջ են շարժվում, Բարիկյանը խաղից դուրս վիճակում է։ Տասնհինգ րոպե է մնում հանդիպման հիմնական ժամանակի ավարտին, Շիրակը հաղթում է 1-0 հաշվով։ Նորից Գանձասարի ֆուտբոլիստները գնդակով առաջ են շարժվում։ Խորեն Վերանյանը ուղարկում է դեպի Գեգամ Հարությունյանը, նորից Վերանյան, Հարությունյան, աչեզրով, փորձում են ճեղքել Շիրակի պաշտպանությունը, փոխանցում ուղիղ դեպի դարպասապահ Գոր Էլիազյանը։ Շիրակի ֆուտբոլիստներն են գրովում ձախ եզրով, Բարիկյանը կենտրոնում ընդունում է գնդակը, Անդրանիկ Բարիկյան։
Փոխանցում դեպի Մարիկյանը, Տիգրան Դավթյան, Բուգուին եւ իհարկե Գևորգ Պրազյանը։ Բուգուինը չէր կարող հասնել գնդակին։ Կենտրոնով Գանձասարի ֆուտբոլիստներն են։ Լավ փոխանցում դեպի ձախ եզրային գոտի, այստեղ Արտյոմ Դրոշենկոն է, նա էլ է ակտիվ, Արա Խաչատրյան, Խորեն Վերանյան, Գեգամ Հարությունյան, հիանալի փոխանցում է կատարում Գեգամ Հարությունյանը խաղակերոջը, հարված դեպի դարպաս հարվածը Շեղեր, Մարատ Դաուդովը, այո, երկրորդ գնդակն է հայտնվում Բանանցի դարպասում, Փյունիկը արջևում է 2-1 հաշվով, գոլի հեղինակ է դառնում Կամո Հովանիսյանը, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը Ռոմերո շրջացեց Միկալի խաղացողի աչեզրից փոխանցում կատարեց դեպի դարպասային հրապարակ, որտեղ վրա ասած Կամո Հովանիսյանը գլխի արվածով գրավեց մրցակցի դարպասի հեռավորանկյունը, 2-1 Փյունիկը արդեն հաղթում է Բանանցին։ Սա նորից ահազանգ է Շիրակի ֆուտբոլիստների համար, դա նշանակում է, որ մեր թիմը պարտավոր է հաղթել մրցակցին, պարտավոր է արդեն։ Այլ տարբերակ, ինչպես ասում են, չկա։ Շիրակը պետք է հաղթի։ Կենտրոնում գնդակի մոտ են Բանանցի ներողություն Գանձասարի ֆուտբոլիստները, Բանանցը զիջում է Փյունիկին 1-2 հաշվով, ինչպես նշեցի, եւ Շիրակը գնդակը պետք է մտցնի խաղի մեջ։ Տեսնենք ինչով կավարտվի այս առաջխաղացումը, լավ է, մտնում է տուգալային հրապարակ, Բուգուին պետք է արվածել, հետ է ուղարկում գնդակը, մրցավարը ցույց է տալիս, որ չկա ոչինչ։ Ուլիսը 13 խաղից հետո վաստակել է 34 միավոր, եթե այսօր Փյունիկը հաղթի այս բաց տողած խաղում, արդեն կունենա 27 միավոր։ Շիրակի հաղթանակի դեպքում կլինի 21, 4-րդ տեղում Միկան է, որն ունի 16 միավոր։ 15-ական միավոր ունեն Գանձասարն ու Ալաշկերտը, Բանանցը հավաքել է 12 միավոր, իսկ Խեղճ Արարատը եզրափակում է մրցաշարային աղյուսակը եւ ունի ընդամենը 6 միավոր։ Բարիկյան փորձեց պայքարել գնդակի համար եւ նորից Գևորգ Պրազյան, Արլովսկի, Բարիս Արլովսկին է, ուղարկում է դեպի աչեզր, Ալեքսի Պինչուկը հասցեագրեց գնդակը դեպի Գեգամ Հարությունյանը, չստացվեց, Շիրակի ֆուտբոլիստները խլում են գնդակը եւ աննպատակ փոխանցում դեպի այնպիսի տեղ, որտեղ Շիրակից եւ ոչ ոք չկա։ Արա Խաչատրյան առաջ է շարժվում, ուղարկում է դեպի ձախ եզր, Արտյոմ Դրոշենկո ուղարկում է կենտրոն, Դրոշենկոն նկատում է Գեգամ Հարությունյանին, նորից Դրոշենկո շատ ակտիվ է, ուղարկում է հետ աչեզր, հիմա արդեն գնդակի մոտ է Խորեն Վերանյանը, փոխանցում դեպի կենտրոն, Շիրակի ֆուտբոլիստները խլում են գնդակը։ Բուգուին առաջ է շարժվում, փոխանցում հետ, պայքար գնդակի համար։ Մրցավարը նշանակում է տուգանային ի վնաս Գանձասարի։ Երկրորդ խաղակեսից անցել է 34 րոպե, 11 րոպե է մնում երկրորդ խաղակեսի հիմնական ժամանակի ավարտին, հաշիվն է 1-0, Գոր Էլիազյան։ Փոխանցում դեպի աչեզրային գոտի, խլում են գնդակը Շիրակի ֆուտբոլիստները, շատ լավ է, պետք է առաջ շարժվել, Բուգուինը ազատ է, կարելի է նրան փոխանցում կատարել, չեն հասկանում միմյանց, երկրորդ խաղակեսում Գանձասարն ակտիվացել է, կենտրոնով են առաջ շարժվում, կորցնում են, հիմա արդեն հանգիստ խաղարկում են գնդակը Շիրակի ֆուտբոլիստները, կոպիտ խաղ Կարեն Ալեքսանյանի նկատմամբ, հաշիվը դառնում է 3-1 Փյունիկ Բանանց խաղում, երրորդ գնդակն է խփում այս անգամ աչքի ընկնում Սեսար Ռոմերոն, մեքսիկացի ռմբարկուն։ Եթե չեմ սխալվում, դա նրա արդեն հոբելյանական 10-րդ գնդակն է երկրի առաջնությունում։ Գրում են Շիրակի ֆուտբոլիստները, ոչ, գնդակը դուրս անցավ դաշտի եզրային սահմաններից, մեր ֆուտբոլիստները պետք է մտցնեն գնդակը խաղի մեջ։
Իսկ Փյունիկը տանում է վստահ հաղթանակ Բանանցի նկատմամբ։ Այո, վստահ հաղթանակ։ Բարձրից փոխանցում Ռոբերտ Դարպինյանը պայքարեց գնդակի համար, Գանձասարը հեռացնում է եւ գրոյի են անցնում արդեն Գանձասարի ֆուտբոլիստները, մերոնք խլում են գնդակը։ Դավոյան, Աղվան Դավոյան փոխանցում է դեպի Բարիկյանը, Անդրանիկ Բարիկյան։ Փոխանցում ձախ, նորից ստանում է գնդակը։ Շատ լավ են խաղում մեր ֆուտբոլիստները։ Դարպինյանն է Տուգանային հրապարակում։ Մարիկյանն է պահանջում գնդակը Բարիկյանից։ Ժան-Ժակ Բուգուի հարված դեպի դարպասը։ Ինչ վտանգավոր հարված էր։ Այո, 100%-անոց գոլային հնարավորություն են ձեռքից բաց տոնում Շիրակի ֆուտբոլիստները, ինչպես երևում է Գևորգ Պրազյանը հեռահար հարվածներն այնքան էլ լավ չի ընդունում։ Այդպիսի գոլ խփեց Դավիթ Բարիկյանը եւ քիչ էր մնում աչքի ընկներ Ժան-Ժակ Բուգուին։ Անկյունայինը պետք է իրացնեն Շիրակի ֆուտբոլիստները։ Ժամանակն անցնում է։ Երկրորդ խաղակեսի 30 արդեն 7-րդ րոպեն է, ավարտվում է 30-ը 6-րդ րոպեն, այո, 37-րդ րոպեն է եւ հիմա գնդակը խաղի մեջ պետք է մտցնեն շիրակցիները։ Ալեքսանյան Ռոբերտ Դարպինյանը գնդակը պետք է մտցնի խաղի մեջ։ Թողնում է Դավիթ Մարիկյանին։ Բուգուին Ինչ արեց Բուգուինը գիտի միայն ինքը, բայց հարված հյուրերի դարպասից։ Բարձրից փոխանցում շիրակցիները հեռացնում են գնդակը։ Բարիս Արլովսկի եւ դարպասապահ Պրազյանը։ Անհանգիստ է Սերգեյ Պուչկովը, հյուրերի գլխավոր մարզիչը։ Հատկանշականն այն է, որ Գանձասարի ամբողջ կազմը բաղկացած է բացարձակապես ռուս մասնագետներից։ Նրան օգնում է Կոստանտին Պալիչուկը, մարզիչներն են Օլեգ Բոշկոն եւ Վյաչեսլավ Ռուժենցևը։ Գնդակը խաղի մեջ է արդեն, Գանձասարի ֆուտբոլիստների մոտ է, բարձրից փոխանցում, Շիրակը հեռացնում է, նորից Գանձասարն է գրոհում, փորձեց Գեգամ Հարությունյանը դուրս գալ կրակակից, չստացվեց, Բարիկյան խաղից դուրս վիճակում է, բայց եթե անկեղծ մի գծի վրա են, կարող էր մրցավարը եւ չարցանագրել։ Դժվարանում եմ ասել, ամենայն դեպս նա ավելի մոտ էր կանգնած այս դիրքին եւ տվյալ կետից Գանձասարի ֆուտբոլիստները պատրաստվում են գնդակը մտցնել խաղի մեջ։ Բարիկյանը զգուշացվում է։ Կարելի է այս զգուշացումը համարել ավանդական։ Բուգուին խաղի կանոնների խախտում եւ տվյալ դիրքից գնդակը խաղի մեջ պետք է մտցնի Գանձասարը։ Թիմի ավագ Արա Խաչատրյան։ Փոխանցում դեպի աջ։ Բարիս Արլովսկի։ Աջ եզրային պաշտպանի դիրքում է խաղում Արլովսկին, Արտակ Գրիգորյան կենտրոնում, նա է ընդունում գնդակը հիմա դեպի աջ եզրային գոտի եւ գնդակը դուրս է անցնում դաշտի եզրային սահմաններից։ Նետում են Շիրակի ֆուտբոլիստները, գնդակը արդեն խաղի մեջ է, Գանձասարը խլում է, այստեղ հաջող է խաղում Անդրանիկ Բարիկյանը եւ նետման իրավունքը նորից Շիրակինն է։ Դորտմունդի Բորուսիայի կիսապաշտպան Նուրի Շահինը լավատեսորեն է տրամադրված եւ հույս ունի, որ ակումբը տարին կավարտի ուրախ տրամադրությամբ։ Միշտ եղել են վստահ, որ Բորուսիան կկարողանա հաղթահարել դժվարությունները։ Մինչև երկրորդ շրջանը պետք է վաստակեն կարավելագույն միավորներ։ Այժմ ես ցավեր չունեմ եւ վերջապես ցանկանում եմ օգնել խաղընկերներիս։ Շահինի խոսքը փոխանցում է Bild պարբերականը։ Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության 11 տուրից հետո Բորուսիան 10 միավորով 15-րդ հորիզոնականում է։ Հենրիկ Բխիտարյանի թիմը մեղմ ասած լավ ժամանակներ չի ապրում, իսկ Շիրակին միավոր է պետք։
Շիրակը ներկապահին ունի 16 միավոր, չհաշված այսօրվա 1-0 հաշվով առավելությունը, թիմը տարել է 5 հաղթանակ, 3 հանդիպում ավարտել է ոչ ոքի, կրել է 4 պարտություն, գնդակների 15-12 հարաբերությամբ եւ ունի 18 միավոր։ Եթե Շիրակը շատ լավ է խաղում պաշտպանությունում եւ ամենը 12 գոլ է բաց թողել, ապա մեր հարցակողական գիծը կարելի ասել այնքան էլ բարվոք վիճակում չէ։ Շիրակը 15 գոլ է խփել, այսօր հետը 16։ Շիրակից քիչ խփել է միայն Ալաշկերտը 14, 16-ական գոլ է խփել նաև Բանանցը, իմ արդեն Բանանցը 17 գոլ, հաշված Փյունիկի խաղը, Արարատը եւ Միկան։ Այնպես որ համեմատության համար նշեք, որ Փյունիկը խփել է 25 գնդակ, Ուլիսը 31։ 5 րոպե է մնում հանդիպման ավարտին, ընդամենը 5 րոպե Շիրակը 1-0 հաշվով հաղթում է Գանձասարին։ Տիգրան Դավթյան, Ռոբերտ Դարպինյան, Մարիկյան ուղարկում է դեպի կենտրոնական հատված, պաշտպանները հեռացնում են գնդակը, նետման իրավունքը Շիրակինն է։ Աղվան Դավոյան, նա պետք է գնդակը մտցնի խաղի մեջ, Աղվան Դավոյան, Անդրանիկ Բարիկյան, Բարիկյանը փորձում է խապստալ պաշտպանին, դա հաջողվում է, այնուամենայնիվ նրան փորձում է խանգարել Ալեքսի Պինչուկը։ Բարիկյան կրնկով հիանալի փոխանցում, խաղից դուրս վիճակ։ Կրնկի փոխանցումը լավն էր, իսկ աղա մեր ֆուտբոլիստի դիրքը վատն էր։ Դավիթ Հակոբյանը ստանում է դեղին կարդ։ Հենց այնպես, հաճույքի համար։ Դարպասապահն է Գևորգ Պրազյանը։ Ուժգին արված դեպի Շիրակի կիսադաշտ։ Խաղի կանոնների խախտում։ Գոլ խփեց Դավիթ Հակոբյանը, զգուշացվեց Դավիթ Հակոբյանը։ Իսկ հիմա խաղադաշտ պետք է մտնի Մհեր Հարությունյանը։ Վերջապես հայ ֆուտբոլիստի անուն եմ տալիս, քանի որ հիմնականում Գանձասարի կազմում շատ են ռուսազգի ֆուտբոլիստները։ Տեսնենք ում է փոխարինելու Մհեր Հարությունյանը։ Տուգանային բարձրից փոխանցում, շատ վտանգավոր էր հարվածը եւ ամեն ինչ բարեհաջող է ավարտվում Շիրակի համար։ Իսկ ում է փոխարինելու Մհեր Հարությունյանը։ Հիմա կտեսնենք։ Փոփոխությունը կատարվում է Մարատ Դաուդովն է դուրս գալիս խաղադաշտից։ Մհեր Հարությունյանը։ Եվ հիմա Շիրակի դարպասապահ գնդակը պատրաստվում է մտցնել խաղի մեջ։ Գնդակը արդեն մրցակցի կիսադաշտում է, Բարիկյանը պայքարեց, Վասիլի Պալագնյուկ, Արտակ Գրիգորյան, Գեգամ Հարությունյան, հարված դեպի դարպասը, Գեգամ Հարությունյանի հարվածն ինչ վտանգավոր էր։ Ուղղակի բատների ծայրով փրկեց դրությունը, Գորելյազյանը հիանալի հարված էր։ 1 րոպե է մնում հանդիպման հիմնական ժամանակի ավարտին եւ տեսեք ֆանտաստիկ հարված եւ ոչ պակաս ֆանտաստիկ գեղեցիկ սեյվ, կարելի ասել, մեր դարպասապահի կատարման փրկեց դրությունը, փոխանցում, վտանգավոր պա է, խանգարում է միմյանց Գանձասարի ֆուտբոլիստները, շնորհակալություն նրանց, իսկ երկու ֆուտբոլիստներ հիմա հայտնվել են գազոնին, համենայն դեպս ցավոտ էր այս դիմակայությունը Գեգամ Հարությունյանի եւ մեր պաշտպանի։ Այո, վերջին րոպեն կամաց ավարտվում է, տեսնենք ինչքան է ավելացնելու այսօրվա հանդիպման մրցավարը։ Սուրեն Բալյանը Երևանից, FIFA-ի մրցավար է նա եւ իրավունք ունի նաեւ միջազգային պաշտոնական հանդիպումներ վարելու։ Վնասվածք է ստացել մեր դարպասապահը, ոչ, դարպասապահի մոտ ամեն ինչ կարգին է։ Մարիկյանն էր վնասվածք ստացել։ Իսկ մրցավարը պետք է ցույց տա ավելացված ժամանականակը։ Ինչքան քանի րոպե է ավելացրել, հիմա կտեսնենք։
Գնդակը պետք է խաղի մեջ մտցնեն հյուրերը, մրցավարը ավելացրել է, տեսնենք, 2 րոպե, ընդամենը 2 րոպե։ Գնդակը նորից դուրս է անցնում դաշտի եզրային սահմաններից։ Մրցավարը ավելացրել է 2 րոպե, իսկ գլխավոր մարզիչ Սերգեյ Պուչկովը գտնում է, որ 2 րոպեն քիչ է։ Ամենայն դեպս վիճաբանում է 4-րդ պաշտոնյայի հետ։ Գանձասարի ֆուտբոլիստներն հիմա գրոհում Արա Խաչատրյանի նկատմամբ խաղի կանոնների խախտում եւ գնդակը պետք է խաղի մեջ մտցնի հենց ինքը Արա Խաչատրյանը։ Բանանցը կրճատում է հաշվի տարբերությունը 2-3, ահա այսպես է ընթանում այս հանդիպումը, ուղղակի հիանալի ֆուտբոլ է։ Գևորգ Նռանյանը, այո, 89-րդ րոպեին կրճատում է հաշվի տարբերությունը 3-2, այս է ֆուտբոլ է։ Բարձրից փոխանցում, հետ են ուղարկում գնդակը Շիրակի ֆուտբոլիստները եւ անգամ դարպասապահներ եկել Շիրակի Տուգանային հրապարակ։ Ամբողջ թիմով գրոհում է Գանձասարը, Գեգամ Հարությունյան, նորից հեռացնում են գնդակը, նորից Գանձասարի ֆուտբոլիստների մոտ է։ Տեսեք ինչպես են պայքարում գնդակի համար։ Ոչ ոք չկա դարպասին, հիմա Շիրակը կարող է օգտվել։ Դավիթ Հակոբյան, փոխանցում Արա Խաչատրյան։ Բարձրից փոխանցում Շիրակի Տուգանային հրապարակ, այստեղ հաջող է խաղում մեր դարպասապահ Գոր Էլիազյանը։ Այո, 3 միավոր կարծում եմ մենք կվաստակենք, ինչը շատ կարևոր է Շիրակի համար, քանի որ թիմը կունենա 21 միավոր եւ կհանգրվանի նորից 3-րդ հորիզոնականում, քանի որ Փյունիկը վաստակում է 27 միավոր, 6 միավորով ավել։ Մրցավարը դեռ չի ավարտել հանդիպումը, դաշտում 2 գնդակ, բայց ոչ, խաղն ավարտված է, Շիրակը հաղթում է 1-0 հաշվով, շնորհավորում եմ բոլորի թարգերի ֆուտբոլասերներ, մենք էլ ավարտում ենք մեր ռեպորտաժը Գյումրիի քաղաքային մարզադաշտից, այնպես համար կազմակերպել է Շիրակի հանրային հեռուստարադիոընկերությունը, ռեպորտաժը վարեց Սամվել Աղանյանը։